Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ ինչպիսի weekend մենք ունեցանք։ Ուղղակի ֆանտաստիկ էր, անակնկալներով լի, դրամայով լի, հետաքրքիր հանդիպումներով լի, որոնց մասին մենք այսօր իհարկե խոսելու ենք։ Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացան, չեմ ուզում ասել սենսացիոն արդյունքի բերումով, բայց խաղային որակի բերումով սենսացիոն հանդիպում մենք տեսանք Մանչեսթերյան դերբին, որտեղ Manchester United-ը հաղթեց City-ին խաղալով 3 գլուխ ավելի լավ։ Մայքլ Քերիքի առաջին հանդիպումը ուղղակի ստացված էր։ Արսենալը, Լիվերպուլը, City-ին, Ասթոն Վիլան չեն հաղթում երկրորդ տուրն անընդմեջ, իսկ Պրեմիեր լիգայի ստորին հատվածում գտնվող թիմերը դրական արդյունքներ են գրանցում։ Այսպիսի շոկային երկու շաբաթ մենք ունեցանք Մառախլապատ Ալբիոնում, բացի դրանից Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ։ Մադրիդի Ռեալը հաղթեց 2-0 հաշվով Արբելոյի առաջին պաշտոնական խաղում ներքին առաջնությունում, բայց այդ հաղթանակը ոչինչ չէր որոշում, որովհետև ամբողջ 90 րոպեների ընթացքում Սանտիագո Բեռնաբեուն սուլում էր թե Ֆլորենտինո Պերեսին, թե ֆուտբոլիստներին։ Եվ այդ ամենը իհարկե բացասական ազդեց նաև կատալոնական Բարսելոնայի վրա, որը շարունակելով ունենալ լրջագույն խնդիրներ պաշտպանությունում, այս անգամ արդեն չկարողացավ պահպանել իր հաղթարշավը, զիջելով մրցակցին։ Դե իսկ վերջում իհարկե խոսելու ենք Աֆրիկայի գավաթից։ Աֆրիկայի գավաթից ենք խոսելու, որովհետև այնտեղ տեղի ունեցավ մի այնպիսի սցենարային իրադարձություն, որ ուղղակի պետք է քննարկել դա, որովհետև այնինչ ես պատկերացրեցի կոնկրետ խաղից հետո, այնինչ ես մտածեցի խաղի վերաբերյալ, կարծում եմ, որ պետք է կիսվեմ ու դուք եւս դրա մասին պետք է լսեք։ Ձեզ ուղղակի մնում է բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Telegram-ում, Instagram-ում, այնպես որ սպասում եմ ձեզ երկու տեղերում էլ այնտեղ։ Այս մարզաշապիկը եթե ձեզ դուր է գալիս, իրականում ես իմ Telegram-յան ու Instagram-յան ալիքում նշեցի, բայց նաեւ այստեղ խոսեմ, կա նոր սպորտային ֆուտբոլային խանութ ֆուտբոլիստ, որը գտնվում է Մաշտոցի 7-5 հասցեում, գնացեք, եթե ձեզ դուր է գալիս, սա գովազ չէ, սա ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև անձամբ ինձ շատ դուր եկավ այդ խանութը, այնտեղ շատ սիրալիր էին, մարդիկ հասկանում են ֆուտբոլից, այնպես որ եթե դուք ուզում եք լավ որակյալ մարզաշապիկ մատչելի գնով, գնացեք ֆուտբոլիստ ու ձեռք բերեք ձեր սիրելի ակումբի մարզաշապիկը։ Ես ձեռք եմ բերել Նապոլի, թիկունքումս Կևին Դե Բրույնեն է եւ վերցնեմ Կևին Դե Բրույի վարպետությունն ու փորձը ու քննարկեմ ձեզ հետ ֆուտբոլ։ Եվ առաջարկում եմ սկսենք հենց Անգլիայի Պրեմիեր լիգայից, եթե նայում ենք մրցաշարային աղյուսակով, վերևից ներքև իջնենք թիմերի գրանցած արդյունքներին, իրականում ինչպես եւ նշեցի բանում, սկզբում տեսանյութի Պրեմիեր լիգայի վերջին երկու տուրը շատ հետաքրքիր էին, իրականում շատ հետաքրքիր էին, որովհետեւ մեկնարկային 4 թիմերը, այսինքն լավագույն քառյակում գտնվող թիմերը երկու հանդիպում անընդմեջ չեն կարողանում հաղթանակ տոնել, իսկ վերջին 5 տեղում գտնվող թիմերը վերջին երկու հանդիպումներում ընդհանրապես չեն պարտվում, այնպես որ ստորին հատվածում դրական արդյունք է, վերին հատվածում բացասական արդյունք է։ Արսենալ, չեմպիոն հիմնական հավակնորդ, դե Արսենալի երկրպագուները ուրախացան, հիմնական հավակնորդ ու ամենալավ ֆուտբոլ ցուցադրող Արսենալը արտագնա հանդիպում անցկացրեց Նոթինգհեմ Ֆորեսթի հետ ու ես իրականում ի սկզբանե գիտեի թե ինչպիսի հանդիպում է ընթանալու, ես այդ երկու խաղ դիտեցի ընկերոջս հետ, Լիվերպուլ Բըրնլի եւ Նոթինգհեմ Ֆորեսթ Արսենալ, գուշակելով թե ինչպիսի սցենար կստանա այդ հանդիպումը ու այն ինչ ես պատկերացնում եմ իրականում եղավ, որովհետեւ բոլորս էլ գիտենք Շոն Դայչին, հա, անգլիական Պրեմիեր լիգայի երկարատև հետևողները գիտեն թե ինչպիսի ֆուտբոլ է դավանում Շոն Դայչը, ինչ մարտավարություն ունի այդ մասնագետը ու ինչպիսի անհարմար թիմ է յուրաքանչյուրի համար Շոն Դայչի գլխավորած թիմը։ Արսենալը, որը Լիվերպուլի դեմ տնային խաղում ոչ ոքի գրանցեց 0-0 եւ Լիվերպուլը իրականում Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում դարձավ առաջին թիմը, որին չկարողացավ գոլ խփել Միկել Արտետայի թիմը ու հանդիպեց այս արդեն Նոթինգհեմ Ֆորեսթին, որը մրցաշրջանի առաջին հատվածում ուղղակի ջարդ ու խուրդ էր արել թե հաշվով, թե ֆուտբոլով Արսենալը։ Ընդհանուր հանդիպումը, որ ասեմ,
անցել է շատ վառ պայքարում, իրականում ընկերներ, ես կխաբեմ, որովհետև հանդիպումը վառ պայքարի մասին չէր, հանդիպումը մենապայքարների մասին էր, հանդիպումը գնդակն օդում լինելու մասին էր, ընդհանուր առմամբ Nottingham Forest-ը ամբողջ խաղի ընթացքում ոչնչով չտպավորեց, այնտեղ կան լավ ֆուտբոլիստներ, բայց այդ լավ ֆուտբոլիստները ոչ մի կերպ չեն կարողանում տեղավորվել Շոն Դայչի խաղային մարտավարության մեջ, բոլորս էլ գիտենք, որ Շոն Դայչը, երբ որ գնդակով է իր թիմը, ինքը խաղում է օդային ֆուտբոլ, ինքը խաղում է ուղղահայաց ֆիզիկական պայքարի հաշվին ֆուտբոլ, իսկ երբ գնդակով չի, դասական 4-4-2 դասավորվածություն, կոմպակտ պաշտպանություն միջին բլոկում, երբ գնդակը հասնում է իր թիմի տուգանային հրապարակի մատույցներ, հասարակ ավտոբուս անգլիական ֆուտբոլային ոճին, որպեսզի մրցակցի համար լինի բավականաչափ բարդ հասնելու դեպի դարպասը։ Արսենալը խաղի ընթացքում դա փորձեց անի, Արսենալը որոշ դրվագների իհարկե ունեցավ, բայց եթե նայում ենք վիճակագրությանը 15 հարված, որից 3-ն ընդամենը դիպուկ, դա մի փոքր թույլ վիճակագրություն է չեմպիոնության համար պայքարող թիմին։ Ունեցան դրվագներ, իհարկե ունեցան, Դեկլան Ռայսն ունեցավ դրվագ, Գաբրիել Մարտինելին առաջին խաղակեսում ունեցավ մի այնպիսի դրվագ, նման իրավիճակից վրիպել ուղղակի Արսենալի ֆուտբոլիստի համար անընդունելի է, ու խնդիրը կայանում է նրանում ոչ թե նա մոտ տարածությունից հարվածեց, չգիտեմ, այնտեղ Սելսը տիեզերական սեյվ կատարեց կամ գնդակը դիպավ ինչ-որ հրաշքով դարպասաձողին դուրս եկավ դարպասից, ուղակի շեղ հարվածեց Գաբրիել Մարտինելին մոտ 2 մետր դատարկ տարածությունից։ Դա մի փոքր զարմանալի էր առաջին խաղակեսում, գնդակով ավելի շատ Արսենալն էր միշտ փորձում էր կազմակերպչական գրողներով աչքի ընկնել հենց Միկել Արտետայի թիմը, փոփոխություններ կատարվեցին, ինչ որ զարմանալի կերպով մեկնարկային կազմում չէր հայտնվել Բուկայո Սական, երևի թե հանգստի հնարավորություն էր տվել կարևոր խաղից առաջ Չեմպիոնների լիգայի, եթե չգիտեք, այս midweek վերադառնում է Չեմպիոնների լիգան, ու ես մտածում եմ ուղիղ եթերներ ունենալ խաղային օրերից հետո ու քննարկել հանդիպումները, որոնք տեղի են ունեցել, դա գրեք մեկնաբանություններում արդյոք համաձայն եք նման բանի թե ոչ, կամ կմնաք այդքան արթուն, մինչև գիշերը ժամը 2-ը, որպեսզի մենք քննարկենք Չեմպիոնների լիգան, բայց Արսենալը ունի Ինտերի դեմ բարդ հանդիպում, շատ բարդ հանդիպում, եթե չեմ սխալվում արտագնա այդ հանդիպումը, ես հիմա փորձեմ ճշտել, այո, արտագնա հանդիպում Ջուզեպե Մեացայում Արսենալը խաղալու է Ինտերի հետ ու վստահեցնում եմ ձեզ, որ այնտեղ հեշտ 90 րոպե չի ունենալու նա Միկել Արտետան։ Ու երևի թե դրա պատճառով էլ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ մեկնարկային կազմում, հա պաշտպանությունը լրիվ նույնն էր ինչ Արսենալի դեմ, Մարտինելի եւ Մադուեկե հայտնվեցին մեկնարկային կազմում Տրոսարի ու Բուկայո Սակայի փոխարեն, բայց ասել, որ այդ երկու ֆուտբոլիստները վատ հանդես եկան, ոչ, Մադուեկեն ընդհանրապես դրական գնահատական է ստացել, բայց ես ինչ նշել էի խաղից առաջ, ամբողջությամբ արդարացրեց իմ սպասելիքները, ինչ ես ակնկալում էի այս խաղից, Արսենալը սայթաքեց, որովհետև ինչպես Լիվերպուլը, ինչպես Մանչեսթեր Սիթին, ինչպես, չգիտեմ, Տոտենհեմը, թիմեր, որոնք սիրում են խաղալ գնդակով, թիմեր, որոնք սիրում են, որպեսզի գնդակը լինի իրենց ոտքի տակ, միշտ խոտածածկին գլորվելիս, կոմբինացիոն ֆուտբոլ, անհատական ֆուտբոլիստների որակների հաշվին ինչ-որ խաղ, Շոն Դայչը ուղակի չեզոքացնում էր այդ ամենը, չեզոքացնում էր ոչ թե որակյալ ֆանտաստիկ պաշտպանությամբ, ոչ, ուղղակի յուրաքանչյուր անգամ, երբ գնդակը հայտնվում էր պաշտպանությունում կամ յուրաքանչյուր անգամ, երբ Nottingham Forest-ը պետք է գրոհեր, գնդակը օդում էր, մենապայքարներ եւ այլն եւ այլն։ Գնդակը ոնց են ասում, պատբոր, երկրորդ գնդակը հաղթում էր Nottingham Forest-ը իր որակյալ ֆուտբոլիստների հաշվին, այնտեղ կար Morgan Gibbs-White, այնտեղ կար հիասքանչ հանդիպում անցկացրած Էլիոտ Անդերսոնը, որը ես կարծում եմ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է համալրի այլ թիմի շարքերը ու ավելի բարձրակարգ թիմի, որովհետև Անդերսոնը, ինչպես ցույց է տվել Թոմաս Տուխելը, պոտենցիալ ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, նա հանդես է եկել ազգային հավաքականի կազմում, եթե չեմ սխալվում, Ռայսի հետ նույնիսկ դուո էր կազմել հենակետային գոտում հանդիպումներից մեկի ժամանակ չեմ շուն Բելարուսն էր, Լատվիան էր մեկի դեմ, բայց Էլիոտ Անդերսոնը պետք է տեղափոխվի այլ թիմ ու այդ ֆուտբոլիստների հաշվին Շոն Դայչը կառուցում էր իր մարտավարության ֆուտբոլը եւ այդ ամենը բերեց ոչ ոքի մի փոքր անատան ֆուտբոլ երկրորդ խաղակեսում Արսենալի կողմից Վիկտոր Յոկերեսը ինքը չգիտեմ եթե Ալեքսանդր Իսակը չի ու նրա համար չի վճարվել 150 միլիոն ապա չպետք է խոսել հա Վիկտոր Յոկերեսի մասին Յոկերեսը ինչ եկել է Արսենալ ուղակի տապալվում է այո ինքը ունի ավելի շատ գոլ քան ունի Ալեքսանդր Իսակը բայց ինքը խաղացել է ավելի շատ հանդիպում քան Ալեքսանդր Իսակը
5-9 գնահատականով դուրս եկավ խաղադաշտից Վիկտոր Յոկերեսը, փոխարինվեց, փորձեմ հեսա գտնել, Վիկտոր Յոկերեսը փոխարինվեց 57-րդ րոպեին, փաստացի ոչինչ չանելով, հասկանում ես Միկել Արտետային, երբ ամեն անգամ երբ նրան հարցնում են գլխավոր մարզչի մասին, կենտրոնական հարցակվողի մասին, գլխավոր մարզիչը միշտ ասում է, որ այո, գոլերը կարևոր են, բայց եթե դուք նայում եք, թե ինքը ինչ աշխատանք է տանում խաղադաշտում, ինչպես է կապում պաշտպաններին, ինչպես է օգտակար լինում թիմին, դուք գուցե մի փոքր կարծիքը ձեր փոխեք Յոկերեսի մասին։ Այո, ֆուտբոլիստը օգուտ տալիս է, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ով խաղադաշտում է պարտավոր է օգուտ տալ, բայց երբ որ դու ամբողջ տարվա կտրվածքով լավագույն ռմբարկուներից մեկն ես ու քեզ շրջանցես միայն Կիլիան Մբապեն, դու գալիս ես Անգլիայի Պրեմիեր լիգա մեծ ակնկալիքներով, գոլերի ակնկալիքներով ու դա չես արդարացնում, ես կարծում եմ, որ քննադատությունը ավելին քան տեղին է։ Արսենալը չկարողացավ հաղթել երկրորդ հանդիպումն անընդմեջ Արսենալը գոլ չի խփում, եթե չեմ սխալվում չկա նման վիճակագրություն Միկել Արտետայի օրոք, որ Արսենալը երկու խաղ անընդմեջ ընդհանրապես գոլ չխփի, բայց դրականն այն էր, որ նրանք նաև գոլ բաց չթողեցին, այնպես որ Դավիթ Ռայան գնում է հերթական ոսկե ձեռնոցի ետևից։ Թվում էր, որ Արսենալի երկրպագուները պետք է տխրեն այս ամենից, Արսենալի երկրպագուները պետք է լարված լինեին, որ նրանց թիմը չհաղթեց, ու ուղիղ մրցակիցները կարող են նրանց մոտենալ, իսկ ուղիղ մրցակիցները նայեցին Արսենալին ու ասացին. «Ընկերս, հանգստացիր, մենք չենք պատրաստվում չեմպիոնությունը քո ձեռքից վերցնել»։ Արսենալ, շնորհավորում եմ։ Աստոն Վիլան չկարողացավ հաղթել, Լիվերպուլը չկարողացավ հաղթել։ Աստոն Վիլան սեփական հարկի տակ պարտվեց Էվերտոնին, իրականում շատ բան չեմ ուզում ասել այս խաղի վերաբերյալ, որովհետև դիտել եմ միայն երկրորդ խաղակեսը, առաջինի ընթացքում գործ էի անում, տենց աչքի տակով էի նայում ու ոչինչ չեմ հասցրել դիտել։ Երկրորդ խաղակեսը Էվերտոնը ավելի շատ տպավորեց, Դեյվիդ Մոյեսը խաղաց իր այդ պրագմատիկ ֆուտբոլը, Դեյվիդ Մոյեսի ֆուտբոլիստները կարողացան իրենց ստեղծած պահն օգտագործել, ու որ բարին, բրավո կենտրոնական հարցակվող ինքը լավ օգտագործեց այն պահը, այո, Մակնեյլի հարվածից հետո շատ վատ հետ մղեց գնդակն Էմիլիանո Մարտինեսը, ինչ որ անհասկանալի կերպով շատ ուշ բարձրացավ խոտածածկից ու չհասցրեց երկրորդ հարվածը փակել, բայց Աստոն Վիլան իրականում լավ խաղաց, Աստոն Վիլայի վիճակագրությունն էլ լավ, ինքը ավելի շատ գնդակով էր, ինքը ավելի շատ հարված կատարեց, ավելի շատ դիպուկ հարվածներով աչքի ընկավ 18-5, բայց ուղղակի բախտը չժպտաց այս անգամ Ունայ Էմերիի թիմին, բայց ինչն էր հետաքրքիր ու ինչն եմ ես ցանկանում առանձնացնել կոնկրետ այս խաղում, որ խաղից հետո Ունայ Էմերին տվեց մի հատ կարճ ֆլեշ հարցազրույց, որտեղ չեմ ուզում ասել բոլոր հարցերի պատասխանները տվեց մեզ, թե ինչու է այս պահին Աստոն Վիլան գտնվում երկրորդ կամ երրորդ հորիզոնականում, բայց դա փաստ է, որը ամբողջ մրցաշրջանի ընթացքում երևում է ամեն առումով։ Ունայ Էմերին հարցրեցին, ասացին, իսկ ինչ եք կարծում, ինչն էր հանդիպման պարտության պատճառը կամ ինչն է պատճառը, որ դուք չեք կարող համարվել գլխավոր հավակնորդ չեմպիոնության համար։ Ունայ Էմերին ուղղակի պատասխանեց, որ մենք չունենք թիմային այն ներուժը, որը ունեն մեր ուղիղ մրցակիցները Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար պայքարելու։ Մենք պայքարում ենք քառյակի համար, մենք պայքարում ենք ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, այսինքն յուրաքանչյուր թիմ, որ այս պահին գտնվում է վերին հատվածում, ունի այն ուժը, ունի այն հմտությունը, որպեսզի պայքարի եվրագավաթային գոտու համար ընդհուպ միջև երկրորդ հորիզոնական, բայց Ունայ Էմերին այնքան գետնին իջած մարզիչ է, այնքան խելացի անձնավորություն է, դե Ունայ Էմերին ինքը չեմ ուզում ասել հանճարեղ, բայց ինքը ֆենոմենալ մարզիչ է, ես արդեն նշել եմ դրա մասին, երբ խոսքը գնում է միջին կարգի կամ լավ կարգի ֆուտբոլիստների հետ աշխատելուց եւ նրանց խաղամակարդակը բարձրացնելուց։ Ու այն, որ Աստոն Վիլան այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում, միայն Ունայ Էմերիի հանճարն է։ Այո, այնտեղ կան ֆուտբոլիստներ, այնտեղ կան որակյալ բարձրակարգ, ինչու ոչ ֆուտբոլիստներ Անգլիայի Պրեմիեր լիգայի համար ֆուտբոլիստներ կան, որոնք մի շարք այլ թոփ ակումբներում հաստատ կլինեն մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ։ Օրինակ Ջոն Մագինը ինքը ստաբիլ լավ ֆուտբոլիստ է Պրեմիեր լիգայում։ Մորգան Ռոջերսը անցկացնում է հիասքանչ մրցաշրջան։ Օլի Ուոթկինսը արդեն ցույց է տալիս որերորդ անգամ, որ ինքը որակյալ լավ կենտրոնական հարձակվող է։ Լուկա Դինը փորձով անձնավորություն, Էզրի Կոնսան ազգային հավաքականի դարպասապահ։ Նրանք ունեն աշխարհի չեմպիոն իդեպ Էմիլիանո Մարտինեսի տեսքով, այսինքն խումբ ֆուտբոլիստներ, որոնք որակյալ լավն են, բայց իրանք over performance են անում յուրաքանչյուր խաղում ցույց տալով լավ արդյունք, հասկանում եք, ու դա միայն Ունայ Էմերիի շնորհիվ է, որովհետև Ունայ Էմերին չգիտեմ ինչ է անում հանդերձարանում կամ մարզումային process-ն ինչպիսին է Ունայ Էմերիի մոտ, որ նրանք ամեն խաղում դուրս են գալիս, իրանք ստեղծում են բավականաչափ գոլային հնարավորություններ, իրանք XG-ն միշտ բարձր է, իրանք միշտ հարվածում են, դեպքին տիրում են եւ այլն։
Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ կոնկրետ այս Aston Villa-ն over-performance-ի մասին է։ Նրանք ուղղակի լավ բռնել են այդ լավ ելույթների թելը ու այդպես էլ շարունակում են Aston Villa-ն, եթե չեմ սխալվում, ուներ մի պահ, հա, այսինքն նրանք չհաղթեցին Crystal Palace-ին 0-0, նրանք պարտվեցին Everton-ին 0-1 հաշվով, բայց որ նայում ես ընդհանուր մրցաշրջանի առումով ինչպիսի ելույթներ ունի Aston Villa-ն, միայն դրականը կարող ես ասել։ Ես չգիտեմ, թե Aston Villa-ն կմնա, չի մնա լավագույն քառյակում, դա հարց է, որովհետև երբ որ նայում ես թիկունքում, այնտեղ թիմեր կան, որոնք որոշները էմոցիայի հաշվին, որոշները խաղային մակարդակի բարձրացման կամ խաղային փիլիսոփայության փոփոխության հաշվին կարող են զարգանալ այս ընթացքում, հա, մինչև մայիս ու պայքարը ել ավելի է սրանալու, հատկապես երբ որ նման տուֆտա ֆուտբոլ է խաղում Լիվերպուլը, անեմոցիա դրա մասին հեսա կանցնենք, ապա լավագույն քառյակում այն թիմերը, որոնք կան, եթե չհաշվենք Արսենալին, վստահաբար չենք կարող ասել, որ մայիսին լինելու են հենց այդ թիմերը։ Իսկ Aston Villa-ն նման հանդիպումներում իհարկե պետք է հաղթի, եթե ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, եթե ցանկանում է լուրջ հավակնություններ ունենալ, եթե ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հրավիրել ավելի լավ ֆուտբոլիստներ, ավելի որակյալ, ցույց տալով, որ տեսեք, մենք պատշաճ Չեմպիոնների լիգայում մենք լավ ֆուտբոլ ենք խաղում ներքին առաջնությունում, մեզանից վախենում են, մեր դեմ չեն ցանկանում խաղալ։ Մի խոսքով, այդ ամենի համար Aston Villa-ին պետք է Չեմպիոնների լիգա, իսկ Չեմպիոնների լիգայում խաղալու համար պետք են ստաբիլ դրական արդյունքներ։ Մինչև վերջին երկու տուրը Aston Villa-ն ուներ ստաբիլ դրական արդյունք, բայց այդ ամենը գալիս էր եւ էմոցիայի հաշվին, եւ Ունայ Էմերի ու ֆուտբոլիստների լավ վիճակի մասին։ Հիմա մի փոքր բարդ է։ Երկու խաղանոց մեջ գոլ չի խփում Aston Villa-ն, իսկ առաջիկա հանդիպումը Aston Villa-ի մոտ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգայում Զալցբուրգն է, իսկ Պրեմիեր լիգայում նրանք տանը ընդունում են Բրենտֆորդին։ Այնպես որ եւս մեկ բարդ հանդիպում, այնտեղ կա գոլահար Իգոր Տիագոն, բայց Ունայ Էմերին կոնկրետ այդ խաղում պետք է հաղթի։ Պետք է հաղթի, որպեսզի նախ վստահությունը վերադարձնի, հասկացնելով, որ այն երկու հանդիպումները ուղղակի X պատճառներով չստացվեցին, բայց մենք շարունակում ենք մնալ նույն որակի։ Բացի դրանից, որ շարունակի ճնշումը Արսենալի թիկունքից ու Մանչեսթեր Սիթիի թիկունքից, որովհետև եւս մեկ սայթակում, եւս երկու սայթակում ու իրանք շատ արագ կիջնեն լավագույն քառյակից ու վերադառնալ այնտեղ լինելու է շատ բարդ։ Եվս երկու հանդիպում Անգլիայի Պրեմիեր լիգայում, որոնցից մեկը ինձ հիասթափեցրեց տոտալ, իսկ մյուսը ուղղակի հրճվանքի առիթ տվեց, բայց սկզբում խոսենք հիասթափեցնողից, որովհետև իմ համար այն ավելի կարճ է լինելու, այդ տոպիկը կարճ է լինելու, հետո արդեն խոսենք Մանչեսթերյան դերբիի մասին, երևի թե արդեն հասկացաք, Լիվերպուլը արդեն 12 հանդիպում անընդմեջ չի պարտվում, բրավո տղաներ, Լիվերպուլը սեփական արկիտակ չկարողացավ հաղթել 19-րդ հորիզոնականում գտնվող Բարլին ու փաստացի Լիվերպուլը այս պահին միակ թիմն է, որը ստորին հատվածում գտնվող 3 թիմերին չի կարողացել հաղթել, դա իհարկե խոսում է Լիվերպուլի ներկայիս վիճակի մասին, դա իհարկե խոսում է Լիվերպուլի ոչ ստաբիլ լինելու, այո Լիվերպուլը մի փոքր համախմբվել է, այո Լիվերպուլը չի պարտվում, բայց ում է պետք նման հանդիպումները, երբ դու կարող ես ընդամենը 90 րոպեի ընթացքում թերանալ, սենց ասենք, հա, թերանալ 3-4 րոպե, այդ 3-4 րոպեում ստեղծվի երկու ֆանտաստիկ գոլային դրվագ մրցակցի կողմից, որոնցից մեկը կավարտվի գոլով։ Ես չեմ պատրաստվում այսօր խոսել, թե ինչ մարտավարություն էր ընտրել Արնե Սլոտը, ինչպես զարգացավ հանդիպումը եւ այլն եւ այլն։ Խաղը շատ պարզ էր, ես խոսեցի դրա մասին իմ Telegram-յան ալիքում, վառ զգացվում էր, որ միակողմանի հանդիպում է լինելու, հա, այսինքն եթե նայում ես վիճակագրությանը, այնտեղ ես հեսա փորձեմ մի վարքյան, ես հեսա փորձեմ գտնել, բայց ես վստահեցնում եմ ձեզ ընկերներ, որ այն ուղակի բանի մասին էր, միակողմանի խաղի մասին էր, գրոհում էր Լիվերպուլը, Բարլին պաշտպանվում էր, հա, վիճակագրությունը ուղղակի ֆանտաստիկ է։ Լիվերպուլը, ընկերներ, որպեսզի հասկանաք, թե ինչ խայտարակ ռեալիզացիա ունի Լիվերպուլը այս պահի դրությամբ, Բարլին կատարել է 7 հարված, ամբողջ խաղի ընթացքում մեկը դիպուկ, եւ այդ դիպուկը ավարտվել է գոլով։ Լիվերպուլը կատարել է 32 հարված, 32 հարված, 11 դիպուկ, բայց հանդիպումն ավարտվել է 1-1։ Բայց գիտեք ինչն է, որպես երկրպագու ես ասեմ, խնդիրը ընդհանրապես դրա մեջ չի, այսինքն ոչ թե
սա մեղավորություն չունի, իհարկե մեղավորություն ունի, ֆուտբոլիստները հայ ռեալիզացիայի խնդիր ունեն, ֆուտբոլիստները չեն կարողանում գրավել դարպասը, ֆուտբոլիստները չեն կարողանում կազմակերպել, դեռևս Արնե Սլոտը իր մարշչական թիմի հետ չի հասկանում ինչպես խաղալ ցածր բլոկով, այսինքն երբ որ մրցակիցը մտնում է սեփական տուգանային հրապարակ, պաշտպանվում է այդ սահմաններում, ներողություն, կոմպակտ չգիտի Արնե Սլոտը ուղղակի ինչպես հաղթահարել այդ արգելքը ու դա ամենամեծ խնդիրն է ու ամենամեծ վտանգը Արնե Սլոտի համար, որովհետև առ այսօր նրա չի կարողացել գտնել այդ խնդրի լուծումը, իսկ վստահ եմ կան մարզիչներ, որոնք գիտեն այդ խնդրի լուծումը ու պատրաստ են գլխավորել Լիվերպուլը, բայց ինչի համար եմ ես այս պայն ամենաշատը հիասթափված կոնկրետ Արնե Սլոտի կատարած աշխատանքից ու ընդհանրապես Լիվերպուլ թիմից, ոչ թե ակումբից, այլ թիմից Դա այն է, որ ես դիտել եմ Լիվերպուլը 2007 թվականից ի վեր։ Ես Լիվերպուլի երկրպագու եմ 2007 թվականից, եթե դուք չգիտեք, իմ առաջին խաղը եղել է ցավի մասին, հա, հենց էմոցիայի մասին, երբ Լիվերպուլը ավելի լավ ֆուտբոլով պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում իտալական Միլանին, Պիպո Ինզագի դուբլը, չէ, դուբլն էր։ Պիպո Ինզագի հաղթական գոլը, 2-1-ը Ինզագին էր խփել, հաղթանակ պարգևեց Միլանին վրեժխնդիր եղան իտալական թիմի ֆուտբոլիստները մի խոսքով դրամա, էմոցիա եւ այդ ամենը ստիպեց ինձ սիրել Լիվերպուլ մեղքի զգացումից ելնելով եւ հետո հասկացա որ իրոք դա իմ թիմն է բայց երբ որ մենք խոսում ենք 2007-ից մինչեւ 2024 թվական բոլորս էլ իհարկե կարող ենք փաստել որ Լիվերպուլը ոչ միայն լավ ակումբ է խաղային որակներով, լավ թիմ է խաղային որակներով Այլ Լիվերպուլի դեմ շատերը չէին ցանկանում խաղալ հենց էմոցիայի պատճառով, հատկապես Յուրգեն Կլոպի ընկած ժամանակահատվածում։ Մարդիկ ուղղակի չէին ուզում, թիմերը չէին ուզում խաղալ Էնֆիլդում, որովհետև գիտեին, որ Էնֆիլդում դիմակայել միայն ֆուտբոլիստներին բավարար չէ։ Դու պետք է դիմակայես սեփական էմոցիաներին, դու պետք է լինես սառնասեր, դու պետք է դիմակայես երկրպագուների ճնշմանը։ Ու Լիվերպուլը միշտ օգտվել է դրանից, երբ խաղացել է Էնֆիլդում, ու դա կարողացել է կոտրել լիքը թիմերի։ Ընկերներ, բոլորս էլ հիմա կարող ենք փաստել, որ Լիվերպուլը կոնկրետ այս մրցաշրջանում, նախորդ մրցաշրջանը չէ, որովհետև Լիվերպուլը դեռ ուներ այդ կլոպյան խանդավառությունը իր մեջ ու էմոցիաների հաշվին մի շարք հանդիպումներ հաղթեց, ինչպիսին է օրինակ Բրայթոնը, ինչպիսին է օրինակ, չգիտեմ, էլի հանդիպումներ, որ ուզեմ կհիշեմ, որ հաղթել է Լիվերպուլը էմոցիայի հաշվին նախորդ մրցաշրջանում Այս մրցաշրջանում եւս հանդեղ Բորնմութը առաջի տուրի խաղաց Դիոգո Ժոտայի մահվան հետ կապված, այնտեղ Նյուքասլը էմոցիա խաղային որակի խառնուրդ եղավ։ Բայց ինչն է ամենացավալին, որպես երկրպագու, որ ես հիմա նայում եմ Լիվերպուլը, ընկերներ, ես տեսնում եմ թիմ, որն առանց էմոցիա է։ Ես տեսնում եմ թիմ, որը չի խաղում մրցակցի նյարդերի հետ։ Նա չի ստիպում մրցակցին լարվել, չի ստիպում մրցակցին ճնշել ու դա բերում է նաև սեփական ստադիոնի լռությանը։ Ես երբեք չեմ տեսել նման Լիվերպուլ։ Ինչ տայում եմ Լիվերպուլը։ Ես երբեք չեմ տեսել անէմոցիա Լիվերպուլ։ Հիմա Լիվերպուլն անէմոցիա է ու այդ անէմոցիա լինելու մեջ ես մեղադրում եմ միայն Արնե Սլոտին։ Արնե Սլոտի ոչ թե պրագմատիզմը, Արնե Սլոտի հոլանդական սառնասրտությունը, Արնե Սլոտի ավելի շատ մարտավարության տրվելը, հասկանալը, որ ֆուտբոլը հիմա միայն այդ տեղաշարժերի մասին է, որտեղ պետքա գտնվի, ինչ փոխանցումներ, լատերալների միացում, այնտեղ ինսայդների, մի խոսքով կեղծինը համը, բարթացնել, ամեն ինչ տանել մարտավարության վրա, մոռանալով, որ Լիվերպուլը էմոցիայի ակումբ է։ Ինչպիսին եւ Մադրիդի Ռեալը, որին դեռ կանցնենք։ Բայց Լիվերպուլը ընդհանրապես մեծագույն թիմերը մեծագույն հաղթանակներ տարել են էմոցիայի հաշվին, որոնք բխել են ֆուտբոլիստներից, երկրպագուներից, մարզչից։ Մեծագույն թիմերը միշտ հաղթել են էմոցիայի հաշվին, որովհետև եթե դու նայում ես, օրինակ Մադրիդի Ռեալին, քիչ է եղել Մադրիդի Ռեալը, որ հաղթել է հանդեպ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղը։ Երբ Ռոդրիգոն գոլ է խփում ու տանում լրացուցիչ ժամանակ, արդյոք դա խաղային ֆանտաստիկ ձեռագիր էր կամ Կարլո Անչելոտին սենց Պեպ Գվարդիոլային հաղթեց ուղեղի մենամարտերում ու տենց որոշվեց, որ պիտի գոլ։ Չէ, ուղղակի Սանտիագո Բեռնաբեուն ճնշեց Սիթիին։ Ռեալի ֆուտբոլիստները հավատացին էմոցիայի հաշվին տարան հաղթանակի, դառան չեմպիոն։ Ինչպես Լիվերպուլը հաղթեց Բարսային, ընկերներ։ Ինչպես Լիվերպուլը հաղթեց Բարսային 4-0, պարտվելով Nou Camp-ում 0-3։ Արդյոք ամբողջությամբ
Յուրգեն Կլոպի մարտավարություններ, չէ, մի հատ հիշեք ով էր։ Մի հատ Սադիո Մանե էր մեկնարկային եռյակից հարցակման գծում։ Ոչ Սալահը կար, ոչ Ռոբերտո Ֆիրմինոն։ Որպեսզի հասկանաք, հարցակման գիծը կազմել էր բանը Մանեն, Օրիգին ու Ջեյմս Միլները։ Ու Լիվերպուլը հաղթեց էմոցիայի հաշվին, հասկանում եք ընկերներ, եթե 4-րդ գոլը դուք որ նայեք կամ 3-րդ գոլը, երբ որ դուք նայեք, այնտեղ չկար ինչ-որ մի հատ տիեզերական մարտավարություն, հա, երրորդում ուղակի Ջինի Վեյնալդում երբ որ մտավ խաղադաշտ, Կլոպն ասել էր դու միշտ երկրորդ հարցակվողի պես պիտի մտնես տուգանային հրապարակ։ Դուբլ դրա հաշվին արեց։ Իսկ 4-րդ գոլը ընդհանրապես էմոցիայի հաշվին էր։ Երբ Տրենտ Ալեքսանդր Արնոլդը առաջինը գուշակեց, գտավ ինչ պետք է լինի այդ իրավիճակում, անկյունայինից փոխանցում Դիվոկ Օրիգին դառնում է գոլի հեղինակ։ Դա ես հիմա չեմ տեսնում Լիվերպուլում։ Ու դա ինձ ահավոր ցավեցնում է, ու դա է հիմնական պատճառը, որ ես չեմ ուզում որ Արնե Սլոտը շարունակի գլխավորել Լիվերպուլը։ Շարունակում են խաղերից խաղ ինֆորմացիաներ տարածվել, հա, հավաստի լրագրողներից, որ FSG-ն ղեկավարությունը Լիվերպուլի շարունակում է ամբողջական աջակցություն հայտնել Արնե Սլոտին ու չի պատրաստվում Չելսիի, Մանչեսթեր Յունայթեդի պես վարվել ու հեռացնել մարշին մրցաշրջանի կեսից։ Ես եւս կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, բայց երբ որ Մարզիչը արդեն կորցնում է ամեն ինչի թելը, Մարզիչը արդեն չի կառավարում շատ բաներ, հատկապես խոսքը նրա մասին է, որ Մարզիչը չի կարողանում տրամադրել ֆուտբոլիստներին դեպի հաղթանակ, դա արդեն լրջագույն խնդիր է, որը պետք է լուծել։ Արնե Սլոտը պետք է լինի չափազանց ուշադիր հիմա, որովհետև շուկայում կա Խաբի Ալոնսո, որին Լիվերպուլը ցանկանում էր ժամանակին։ Եվ վստահ եմ, որ հիմա էլ եթե լինի տարբերակ Ալոնսոին հրավիրելու Լիվերպուլը չի հրաժարվի դրանից։ Ու հիմա ամեն ինչ արդեն Արնե Սլոտի ձեռքերում է։ Չորեքշաբթի Արնե Սլոտը ու Լիվերպուլն ուղևորվում են Վելոդրոմ մրցելու էմոցիոնալ Մարսելի դեմ։ Մարսելը, որը վերջին 5 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ։ Ես վստահ եմ, որ այդ խաղում հաղթելու է Մարսելը։ Բայց գոնե պարտությունից հետո ղեկավարությունը ինչ որ քայլեր ձեռնարկի, որովհետև Արնե Սլոտի ֆուտբոլը անէմոցիոնալ է, անարդյունավետ է, ինքը կառուցողական է, բայց այդ կառուցողականությունը ոչինչ չի տալիս։ Եվ տուրի կենտրոնական հանդիպումը Անգլիայի Պրեմիեր լիգայում իհարկե պետք է լիներ Մանչեսթերյան դերբին։ Մանչեսթերյան դերբին, որը իրականում տպավորեց։ Ես խոսեցի, որ երկու հանդիպման մասին եմ խոսելու, մեկը հիասթափեցնում է, մյուսը տպավորում է։ Մանչեսթերյան դերբին տպավորեց ու ինչն է ամենահետաքրքիրը, որ ամբողջ տուրի ընթացքում լավագույն ֆուտբոլ ցուցադրած թիմը Մանչեսթեր Յունայթեդն է։ Մանչեսթեր Յունայթեդը, որը առաջին հանդիպումը, պաշտոնական հանդիպումն անցկացրեց Մայքլ Կարիկի գլխավորությամբ Օլդ Տրաֆորդում, մի խոսքով Կարիկի համար ստեղծված էր ամեն ինչ, որպեսզի ինքը հաղթանակով մեկնարկի այս հանդիպումը ու ամեն ինչ ասված նկատի ունեմ ամեն ինչ։ Ֆուտբոլիստները վերադարձել են։ Երկրպագուները ունեն մեծ ակնկալիք։ Օլդ Տրաֆորդ, Մանչեսթերյան դերբի, որը միշտ աչքի է ընկել գոլառատ խաղով ու միշտ աչքի է ընկել իր տեմպային ֆուտբոլով։ Մրցակիցը Մանչեսթեր Սիթին, որը եկել է ու ինքը ունի լրջագույն խնդիրներ, ավելի լավ պահ կոտրելու, ոչնչացնելու մրցակցին չկա, եւ Մանչեսթեր Յունայթեդը վարպետորեն օգտագործեց այդ ամենը։ Հանդիպումը սկսվեց բավականին տենց հետախուզական սցենարով, որովհետև սկզբում երկու թիմերն էլ ավելի շատ աշխատում էին բանի վրա, հասկանալու համար թե ով ինչ կարող է անել։ Մանչեսթեր Սիթին Պարզից էլ պարզ է, որ ավելի շատ էր տիրում գնդակին։ Մանչեսթեր Սիթին փորձում էր կարճ գրոհներով, մի փոքր հանգստացնելով տեմպը, ստիպել մրցակցին սխալվել, իսկ Մանչեսթեր Յունայթեդը խաղում էր լրիվ հակառակ ֆուտբոլ։ Ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր Մանչեսթեր Յունայթեդի մոտ 2-3 փոխանցումում դրանք հայտնվում էին հարցակման գծում։ Մայքլ Կարիկը ընտրել էր 4-2-3-1 դասավորվածությունը ու ընտրել էր ֆուտբոլիստների այնպիսի խումբ, որը լավագույնս կարող են խաղալ այդ մարտավարության վրա։ Բրունո Ֆերնանդեսը 10 համար, Բրայան Բեմոն կենտրոնական հարցակվող, ձախից, եթե չեմ սխալվում, Պատրիկ Դորգուն, աջից Ամադ Դիալոն։
Այն ինչը արեց Մայքլ Կարիկը կազմի ընտրության հարցում ուղղակի փայլում էր։ Ինչ վերաբերում է Մանչեսթեր Սիթիին, Պեպ Գվարդիոլան ավելի բարդ իրավիճակում էր իրականում գտնվում, որովհետև եթե հարցակման գծում ամեն ինչ խենթություն է, նոր ֆուտբոլիստ Անտուան Սեմենյով, ապա պաշտպանությունը մեղմ ասած վատ վիճակում է։ Բոլորս էլ գիտենք Յոշկո Գվարդիոլի, Ռուբեն Դիաշի, Ջոն Ստոնսի վնասվածքների մասին, որոնք չկարողացան ամբողջական լավ մարզավիճակ պահել, Նիկո Գոնսալեսն էլ ունի վնասվածք, բանն էլ ունի վնասվածք, Մատեո Կովաչիչն էլ ունի վնասվածք։ Մի խոսքով մի շարք ֆուտբոլիստներ Մանչեսթեր Սիթիի կազմից բացակայում են ու Պեպ Գվարդիոլան ճարահատյալ չունենալով կենտրոնական պաշտպաններ, ճիշտ արդեն մեկին ունի, Մարկ Գեհին տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի ու իրականում Լիվերպուլ ով ես դու, որ Մանչեսթեր Սիթին հերթական ֆուտբոլիստին է տանում քո քթի տակից, ու իրականում ոնց հասկանում եմ շատ թիմեր են կարողանում Լիվերպուլի քթի տակից ֆուտբոլիստներ տանել, ձեռք բերեց Մարկ Գեհին, ճիշտ է պայմանագրին մնացել էր կես տարի, բայց Մանչեսթեր Սիթին ուղղակի այնպիսի իրավիճակում էր գտնվում, որ նրանք հենց հիմա հենց այս պահին պետք է կենտրոնական պաշտպան ու Մարկ Գեհին կարծում եմ, որ լավագույն տարբերակներից մեկն է։ Որպեսզի հասկանաք, թե ինչպիսի բարդ իրավիճակում էր Մանչեսթեր Սիթին ու որտեղից ծագեցին այն խնդիրները պաշտպանությունում, որոնք իդեալական օգտագործեցին Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները, ամենատարիքով ֆուտբոլիստը պաշտպանական քառյակում դա Նաթան Ակեն էր։ Նաթան Ակեն, որը 30 տարեկան, ինչը շատ զարմանալի է, ամենատարիքով ֆուտբոլիստն էր։ Ալեյնը 20 տարեկան է, Աբդուկոդիր Խուսանովը 21 տարեկան է, Ռիկո Լյուիսը 20 տարեկան է։ Ֆուտբոլիստներ երիտասարդ, որոնք ոչ մի լուրջ բանի չեն ասել։ Խուսանովն ու Ալեյնին ընդհանրապես վերադարձրեցին ինչ-որ միտեղ վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս, որ արի տղա ջան, արի օգնի մեզ, որ մենք խաղանք լավ ֆուտբոլ կամ գոնե պաշտպանվել իմանանք։ Խուսանովը, որը եկել էր Ֆրանսիայի առաջնությունից, Լենսից, եթե չեմ սխալվում, ու ինքը դարձավ պայստային պաշտպան ֆուտբոլիստ, որը հոգնածություն ունեցող մյուս պաշտպաններին կփոխարինի, որակ թույլ չի տա ընկնի շատ։ Խուսանովը խաղում էր կենտրոնական պաշտպան, բայց իրան ավելի հարմար է եզրում խաղալ, ինքը ֆիզիկապես պինդ է, բայց արագաշարժով իրան եզրում ավելի հարմար է։ Ռիկո Լյուիսը, որը գնդակով, երբ Մանչեսթեր Սիթին էր տեղափոխվում էր հենակետային գոտի ու զույգ էր կազմում Ռոդրիի հետ։ Մի խոսքով, ամեն ինչ բարդացրել էր այդ ամենի վրա Պեպ Գվարդիոլան, ու Պեպ Գվարդիոլան իրականում տապալվեց կոնկրետ այս հանդիպման ընթացքում։ Ինչու? Որովհետև Մայքլ Կարիկը կարողացավ դետալային այս վնասված, վիրավորված առյուծին քանդել, հավաքել ու կպնել ամենավտանգավոր պահերին, ամենավտանգավոր ու ամենաթույլ կետերին Մայքլ Կարիկը կարողացավ դիպչել ու իրականում ամեն ինչ աշխատեց ի օգուտ Մանչեսթեր Յունայթեդի։ Պետք է նշեմ, որ մեկնարկային 10 րոպեները մի փոքր, ինչպես եւ նշեցի, հետախուզական ֆուտբոլով էին ընթանում, բայց դրանից հետո խաղը բացվեց, դրանից հետո Մանչեսթեր Յունայթեդը սկսեց պատժել, յուրաքանչյուր սխալ, որը խաղադաշտի կենտրոնում կատարում էր Մանչեսթեր Սիթին, եզրերում կատարում էր Մանչեսթեր Սիթի կամ թեկուզ եւ վերջին գոտի, երբ հասել էր հարձակման գծի, Սիթին սխալվելու դեպքում միանգամից վաստակում էր խայտառակ վտանգավոր հակագրող, որովհետև Մանչեսթեր Յունայթեդը ուներ այդ ֆուտբոլիստները։ Իրականում փայլեցին բոլորը, անխտիր բոլորը, շատ ուրախ եմ Կոբի Մեյնուի համար, որը վերադարձավ մեկնարկային կազմ, որը խաղաց իր համար ավելի հարմար ու ընտելացած ֆուտբոլ, խաղաց Կազեմիրոյի կողքին, ասեք Կազեմիրոն ընկերներ։ Երբ Կազեմիրոն խաղում է այն ֆուտբոլը, որը ինքը միշտ է խաղացել, ինքը դառնում է էտալոն հենակետային գոտում։ Կազեմիրոին Մայքլ Կարիկը վառ զգացվում էր, որ ցույց էր տվել, որ պետք է անել ընդամենը սա, պետք է քո ֆուտբոլով խլես գնդակը, կոշտ ֆուտբոլով պետք է խլես գնդակը, ուղղակի փոխանցես կրեատիվ ֆուտբոլին, իրենք մնացածը կանեն։ Կազեմիրոն ամբողջ հանդիպման ընթացքում կատարեց դա։ Ամբողջ հանդիպման ընթացքում 81 րոպե Կազեմիրոն խաղաց, 81 րոպե Կազեմիրոն խաղաց ու ես ուզում եմ 11 դուելի է մասնակցել, 11 մենապայքարի է մասնակցել, որից 9-ում Կազեմիրոն հաղթել է։ Սա էլիտար հենակետային կիսապաշտպանի վիճակագրություն է, որը ամբողջությամբ իր պարզ խաղով կարողացավ օգնել Մանչեսթեր Յունայթեդին։ Դե իսկ Բրունո Ֆերնանդեշը ընկերներ, Բրունո Ֆերնանդեշը ուղղակի փայլուն ֆուտբոլիստ է, երբ ինքը մտածում է միայն ֆուտբոլի մասին, ինքը փայլուն ֆուտբոլիստ է, երբ խաղում է ենթահարձակվողի դիրքում, 10 համարի դիրքում, երբ ինքը կարողանում է համ իջնել ներքև, չմտածել պաշտպանության մասին առաջնային, ինքը կարողանում է իջնել, խաղարկել, երկար է դիագոնալ փոխանցումները կատարել եզրեր,
ինչպես էր հավաքում Manchester United-ը Manchester City-ին մի կետ ու արագ տեղափոխություն կատարում եզր, որպեսզի հասկանաք Manchester United-ը առաջին խաղակեսում պետք է հաղթեր 2-0 հաշվով։ Manchester United-ը փաստացի պետք է հաղթեր 2-0 հաշվով։ Դարձան գոլի հեղինակներ բանը Ամադը ու Բրունո Ֆերնանդեշը, բայց երկու դրվագներում էլ փաստացի կար խաղից դուրս վիճակ, ամբողջությամբ པարզ էր, ուղղակի խնդիրը գիտեք ինչում ներկայանում, որ Manchester City-ն ու այնքան կորած էր խաղադաշտում, որ Manchester United-ը փայլատակում էր խաղի ընթացքում։ Manchester City կորած լինելու հաշվին, Manchester City մտքային սահմանափակման շնորհիվ Manchester United-ը ուղղակի պորտկաց ամբողջ խաղադաշտով, ուղղակի ոչնչացրեց Manchester City-ին խաղով։ Այո, Դալոն պետք է հեռացվեր խաղադաշտից։ Ու գուցե եթե Դալոն ստանար կարմիր քարտ, խաղը այլ կերպ կընթանար, որովհետև այնտեղ ուղիղ բաց ոտքով հարված ծնկին։ Չգիտեմ, ինչի հիման վրա չնշանակեցին այդտեղ տուգանք, ինչի հիման վրա Դալոն բավարարվեց դեղինով, բայց դա կարմիր քարտ էր ընկերներ։ Դա իրոք կարմիր։ Պեդրին ստացավ վնասված Կալո Սոլերը, բաց ոտքով հարվածեց Պեդրիի կոճին ու դրա համար կարմիր քարտ։ Եթե դա է կարմիր քարտ, եթե Ֆրենկի Դեյոնգինն է կարմիր քարտ Կիլիան Մբապեի հետ պայքարում, ապա սա 150%-անոց կարմիր քարտ էր։ 150%-անոց, որը չնշանակեց գլխավոր մրցավարը երևի թե չէր ուզում փչացներ խաղի տեսքը, որ Մանչեսթերյան դերբի է ու մեկնարկում միանգամից կարմիր քարտ լինի, բայց պետք է նշեմ, հարկ է նշեմ, որ թե Դիոգո Դալոն, թե Լյուկ Շոուն, որոնք հանդես էին գալիս պաշտպանության եզրերում, խաղի 20-րդ րոպեի դրությամբ կախված էին դեղին քարտից, բայց նրանք այնպիսի լավ հանդիպում անցկացրեցին պաշտպանողական առումով, այսինքն մյուս կոպիտ խախտումը չանելու չհեռացվելու առումով, որ բրավո։ Ամբողջ Manchester United-ը փայլեց առաջին խաղակեսում, բացի Դիոգո Դալոյից, Դիոգո Դալոն հերթական անգամ ցույց է տալիս, որ ամռանը նրան փոխարեն պետք է գա ինչ-որ մեկը։ Դիոգո Դալոն Manchester United-ի մակարդակ չէ, Դիոգո Դալոն սխալվում է ամենապարզ իրավիճակներում, ինքը Ամադ Դիալոյին ընդհանրապես չի հասկանում։ Մի խոսքով Դիոգո Դալոն ուղղակի դուրս է մնում պատկերից Manchester United-ի կոնկրետ այս խաղի ու գովալ այդ ֆուտբոլիստին ես չեմ պատրաստվում։ Ոչ թե նրա համար որ ես չեմ սիրում իրան, այլ ուղղակի չունի այն խաղային մակարդակը, որը թույլ կտա իրան մշտապես լինել մեկնարկային կազմում Manchester United-ում։ Ու ուղղակի մրցակցության պատճառներ, որ Դալոն միշտ հաղթում էր։ Հիմա Մազրաուին որ հետ գա, ես վստահ չեմ, որ Դալոն խաղալու է մեկնարկային կազմում։ Երկրորդ խաղակես ընկերներ։ Երկրորդ խաղակես ու Պեպ Գվարդիոլան գնում է շատ ուղիղ փոփոխության, իրականում շատ ուղիղ փոփոխության, Ալեյնը, որը առաջին խաղակեսում չէր կարողանում գրոհներ ստեղծել, որպեսզի հասկանաք, դեք առաջին խաղակեսը եթե դուք նայեք, Ալեյնը ամենաթույլ ֆուտբոլիստն էր Manchester City-ի պաշտպանությունում, որը կարող է գրոհ սկսել։ Այսինքն երբ ինքը ստանում է գնդակ ու պետք է փոխանցում կատարի, առաջին փոխանցումը, որով պետք է սկսվի գրոհ, չէր կարողանում։ Ու հանճարեղ միտք ունեցող Մայքլ Կարիկը միակ ֆուտբոլիստը ում թողնում էր առանց վերահսկողության, դա Ալեյնն էր։ Տալիս տվեք գնդակն Ալեյնին, թող ձեր ֆուտբոլիստը սկսի գրոհ։ Մնացածի վրա մենք պրեսինգ ենք անելու։ Իսկ այդ ֆուտբոլիստի վրա մենք չենք պատրաստվում պրեսինգ անել, որովհետև թող սկսի մենք միայն խլենք գնդակը։ Ու Ալեյնը ես փորձեմ գտնել գուցե ես ճիշտ եմ, գուցե ոչ։ Ուրա Ալեյնը 6-6 գնահատականը իրականում, դա այդքան էլ լավ չի։ Փոխանցումներ Ընկերներ, Ալեյնը ընդամենը մեկ անգամ է մտնել մենապայքարի մեջ, պարտվել այդ մենապայքարում ու պարտվել այդ մենապայքարում։ Փոխանցումները 45-43-ը ճշգրիտ, բայց եթե դուք ուշադիր նայեք, այդ 43-ից 80% է եղել է երրորդ կենտրոնական պաշտպան նահանջող Ռոդրին։ Երրորդ կենտրոնական պաշտպան նահանջող Ռոդրին։ Իսկ երկրորդ խաղակեսը, երբ Պեպ Գվարդիոլան որոշեց մտցնել Շերկի ու մտցնել Նիկ Օրայլի, որը ձախլիկ ֆուտբոլիստ է, գուցե ինքը շարժվում է եզրը, Նաթանակեն գալիս է կենտրոն, ավելի փորձառու մարդ կենտրոնում, իսկ Ռայան Շերկին, որովհետև Ֆիլ Ֆոդենը ավելի շատ ինքը կառուցողական ֆուտբոլիստ է, ինքը ունի տաղանդ, ինքը ունի իմպրովիզացիայի հատկություններ, բայց Ռայան Շերկին իր այդ հնարքներով, իր այդ փոքր կարճ հպումների դրիբլինգով կարողանում է ավելի շատ այդ փոքր տարածություններում աշխատել ու ավելի շատ հնարավոր է մատակարարի բանին Էրլինգ Հոլանդին, որը ամբողջ խաղակեսի ընթացքում ստվերի տակ էր ու հերթական անգամ ցույց են տալիս, որ եթե Էրլինգ Հոլանդի վրա խաղում են լավ, երկու
կամ մեկ շատ լավ ֆուտբոլիստ, իսկ Լիսանդրո Մարտինեսը եւ Հարի Մագուայրը ուղղակի հիասքանչ հանդիպում անցկացրեցին կոնկրետ Մանչեսթեր Սիթիի դեմ, ապա Էրլինգ Հոլանդը դառնում է այն սահմանափակ ֆուտբոլիստը, կենտրոնական հարձակվող, որին եթե չես մատակարարում, ինքը չի կարողանում դառնալ գոլի հեղինակ։ Դա ես նշել էի, դա կարծում եմ իմ կողմից նորություն չպետք է լինի իմ կարծիքը, որ Էրլինգ Հոլանդին եթե մատակարարում ես, ինքը տուգանային հրապարակում աշխարհի լավագույն 9 համարն է կամ վերջին 20-ամյակի լավագույն 9 համարն է, բայց երբ իրան չես մատակարարում, ինքը դառնում է խայտառակ սահմանափակ ֆուտբոլիստ։ Երկրորդ խաղակեսում Պեպ Գվարդիոլան կատարում է փոփոխություններ, բայց այդ փոփոխությունները միայն վատն են բերում Մանչեսթեր Սիթիին։ Մանչեսթեր Սիթին ավելի շատ է գնում առաջ, ավելի բարձր է դիրքավորվում, ու դա Պեպ Գվարդիոլայի այդ կողը հաստ լինելն է, որ կապ չունի թե ով է խաղում թիմում, համակարգը պետք է մնա նույնը, խաղաոճը պետք է մնա նույնը։ Պեպ Գվարդիոլան այն մարզիչներից է, որը հաղթել է այնքան նույն խաղաոճով դետալային փոփոխություններով, որ ինքը չի պատրաստվելու հրաժարվի դրանից, որովհետև այդքան հաղթել է դրա շնորհիվ, բայց կոնկրետ այս հանդիպումը ցույց տվեց, որ լինում են դեպքեր, որ պետք է ուղղակի մի փոքր ճկունդ լինես, այլապես քո իսկ մարտահավարությունը, քո իսկ խաղաոճը կարող է բերի ինքդ քեզ սահմանափակումներ, որից դու դուրս չես կարող գալ։ Լիվերպուլյան հակագրոհով 3 փոխանցումով Մանչեսթեր Յունայթեդը դարձավ գոլի հեղինակ Բրայան Բեմոն։ Դրանից հետո նմանատիպ հակագրոհով աչքի ընկավ արդեն Պատրիկ Դորգուն։ Վերջում էլ Մեյսոն Մաունթը 3-րդ գոլը խփեց։ Մեյսոն Մաունթը 3-րդ գոլը խփեց, բայց ինչ որ անհասկանալի իրավիճակով այդ խփած գնդակը չհաշվեցին։ Փաստացի, եթե հաշվենք միլիմետրերով խաղից դուրս վիճակները, Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Մանչեսթեր Սիթիին 5-0 հաշվով։ 5-0 հաշվով։ Ու հաշվի չառնենք նաև այն, որ Ջանլուիջի Դոննարուման խայտառակ քանակությամբ փրկեց։ Խայտառակ քանակությամբ։ Ջանլուիջի Դոննարուման չլիներ 7-8-0 կարող է պարտվեր Մանչեսթեր Սիթին։ Այդքան լավն էր Մանչեսթեր Յունայթեդը։ Ես շնորհավորում եմ Կարմիր Սատանաների երկրպագուներին, դուք վերջին անգամ երևի թե նման հաճույք Մանչեսթերյան դերբից ստացել եք շատ երկար ժամանակ, բայց հիմա դուք այդ հաճույքը ստացաք, ուրեմն որ ես ձեզ իրոք շնորհավորում եմ այդ ամենի կապակցությամբ։ Մայքլ Կարիկի համար երազանքների նորամուտ էր, խաղը ստացվեց, ինքը գուշակեց մրցակցին, ինքը ճիշտ մեկնարկային կազմ դուրս բերեց, ֆուտբոլիստները ամբողջությամբ կատաղած էին, պատրաստ էին կրակը մեջները հաղթելու այս հանդիպումը, Օլդ Տրաֆորդում էր, երկրպագուներն ուրախ են, Սեր Ալեքս Ֆերգյուսոնը ժպիտով ծափ է տալիս։ Բրավո, ուղղակի բրավո Մանչեսթեր Յունայթեդին կոնկրետ այս խաղի համար։ Հիմա ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները մնան գետնին ու պատրաստվեն ուղղակի հասկանալով, որ սա ընդամենը հաղթանակ էր, պատրաստվեն առաջիկա խաղին, որը լինելու է անչափ ավելի բարդ, քան Օլդ Տրաֆորդում ընդունելը Մանչեսթեր Սիթիին։ Յունայթեդի հաջորդ հանդիպումը Էմիրեյթսում է Արսենալի դեմ։ Այնտեղ պաշտպանությունում խնդիրներ չկան։ Այնտեղ թիմը պայքարում է չեմպիոնության համար, գլխավոր ֆավորիտն է ու ցույց է տալիս լավագույն ֆուտբոլ։ Շատ հետաքրքիր է լինելու հետևել Յունայթեդին Արսենալի դեմ ու ինչպես է պատրաստվելու։ Ես ուզում եմ նույն մեկնարկային կազմը տեսնել։ Ուղղակի Դալոյի փոխարեն Մազրաուի, խնդրում եմ, խաղա Մազրաուին։ Մնացածը ցանկանում եմ նույնը։ Ու նման իրավիճակում, նման ֆուտբոլով, նման տրամադրվածությամբ վստահ չեմ, որ Արսենալը դոմինանտ կլինի խաղադաշտում։ Դե իսկ Մանչեսթեր Սիթին կարծես թե ցույց է տալիս, որ ինքը նախորդ տարիների Սիթին չէ ու այս իրավիճակներում առաջատարի սայթակումից պատրաստ չի օգտվել, իսկ Պեպ Գվարդիոլայի մտքերը գնալով Մանչեսթեր Սիթիին դառնում են սահմանափակ։ Դա կարող է բերել մրցաշրջանի ավարտին նրա հեռանալուն, դա կարող է նույնիսկ դրան չբերել, կարող են մի այնպիսի սցենար դասավորվելու, որ ոչ մեկս չենք էլ սպասում, բայց Մանչեսթեր Սիթին զարհուրելի է, երբ հարձակման գծում ամեն ինչ լավ է, իսկ երբ այնտեղ ամեն ինչ լավ չէ, խաղալ նրա դեմ իհարկե չես վախենում։ Ընկերներ, Մադրիդի Ռեալ ու Բարսելոնա երկուսից մեկը հաղթեց, մեկը պարտվեց, Բարսելոնան ավարտեց իր հաղթանակների շարքը, Ռեալ Սոսիեդադի դեմ մրցեց Հանս Դիտեր Ֆլիկի թիմը ու իրականում մի փոքր հոգնածություն զգացվեց դրանց ցուցադրած խաղի մեջ 2-1 հաշվով Բարսելոնան Ռեալ Սոսիեդադը հաղթեց Բարսային ու իրականում ընդհանրապես խաղի տեսքի հետ կապ չունի հաշիվը, որը գրանցվեց, ուղղակի Ռեալ Սոսիեդադի դարպասապահ, Ալեքս Ռեմիրո, եթե չեմ սխալվում, Ալեքս Ռեմիրո
Ալեքս Ռեմիրո, այո, Ալեքս Ռեմիրոն փայլուն հանդիպում անցկացրեց, ուղակի փայլուն հանդիպում անցկացրեց, գերֆանտաստիկ սեյվեր կատարեց, ես չեմ հասկանում ինչի հաշվին է Լամին Յամալը դարձել խաղի լավագույն ֆուտբոլի, պարտված թիմի ֆուտբոլիստը խաղի լավագույնն է, sense բաները երբեք չեմ հասկացել։ Մի խոսքով Բարսելոնան դուրս էր եկել խաղադաշտ որոշակի փոփոխություններով սուպերգավաթից հետո, այնտեղ Իսպանիայի գավաթում էլ իրանք խաղացին, Ֆերան Տորեսը կենտրոնական հարձակվող, Ռաֆինյան վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմին առաջիկա եւս 2-3 հանդիպումների ընթացքում, այնպես որ նրա փոխարեն այդ դիրքը զբաղեցրել էր Դալի Օլմոն, ենթահարձակվողի դիրքում խաղում էր իմ սիրելի Ֆերմին Լոպեսը, որը կրկին արդյունավետ գործողությամբ կարող էր աչքի ընկնել, եթե չլինեին խաղից դուրս վիճակները Աչից Յամալ, իսկ մնացածը ամբողջությամբ լրիվ նույնը։ Ինչպիսի հանդիպում ընթացավ, իրականում Բարսելոնան դոմինանտ էր ամբողջ խաղի ընթացքում, Բարսելոնան ստեղծեց ավելի շատ, Բարսելոնան գնդակով էր ավելի շատ, ուղղակի սա այն հանդիպումներից էր, որտեղ մի քանի իրադարձություն համախմբվելով թույլ չեն տալիս, որպեսզի թիմը հասնի դրական արդյունքի։ 3 իրադարձություն այստեղ կարելի է կապել։ Նախ Ռեալ Սոսիեդադի դարպասապահ Ալեքս Ռեմիրոյի ֆանտաստիկ խաղը, ինքը Լևանդովսկի հարվածը ինչպես Ալեքս Ռեմիրոն հանեց, ուղղակի բարթագույն հարվածն էր կատարել Ռոբերտ Լևանդովսկին ու ամեն ինչ շատ ճիշտ էր արել հարձակվողը, որովհետև հարվածը գնաց դարպասապայի քայլ կատարելու հակառակ ուղղությամբ, ինչը կրկնակի անգամ բարդացնում է դարպասապայի աշխատանքը ու կատարեց վերին անկյուն, որը անչափ բարդ պետք է լինի Ռեմիրոյի համար, բայց Ռեմիրոն ուղղակի ֆանտաստիկ սեյվ կարողացավ կատարել, մի քանի իրավիճակներում կրկին փրկեց։ Առաջին խաղակեսում եւս Լամին Յամալի խաղը շատ լավ էր ստացվում, հա, ու ընդհանուր առաջին խաղակեսը երկրորդ խաղակեսի հետ տարբեր էր նրանում, որ առաջին խաղակեսում Բարսելոնայի կառուցողական ֆուտբոլը հարձակման գծում շատ ավելի վտանգավոր էր, քան երկրորդ խաղակեսում։ Գրողներից կաղում էին Դանի Օլմոն, գրողներից կաղում էր Ֆերան Տորեսը, ու դրա համար էլ ես իմ Telegram-յան ալիքում առաջ խաղակեսից հետո նշեցի, որ պետք է Ռեշֆորդ ու պետք է Ռոբերտ Լևանդովսկի։ Այդ երկու ֆուտբոլիստները պետք են, Լևանդովսկին պետք է եզրափակելու համար, Ռեշֆորդը պետք է ներողություն, Ռեշֆորդը պետք է ավելի շատ սուր գրողները ավելի շատ սրելու, որովհետև ինքը այո, գուցե Օլմոից խելացի չի գնդակով, բայց ինքը ավելի արագաշարժ է, ինքը ավելի ռիթմիկ է եւ այլն եւ այլն։ Առաջին խաղակեսում Ռեալ Սոսիեդադը նախ բացեց հանդիպման հաշիվը, թիմերը գնացին ընդմիջման Ռեալ Սոսիեդադի նվազագույն առավելությամբ ու կրկին ընկերներ, կրկին ես պետք է խոսեմ Բարսելոնայի պաշտպանության մասին, Բարսելոնայի պաշտպանության բացերի մասին, ես չեմ ուզում հավատալ, որ ընդամենը մեկ ֆուտբոլիստի բացակայություն կարող է այսպես ազդել պաշտպանության որակի ու կազմակերպչական աշխատանքի վրա, խոսքը գնում է Ինիգո Մարտինեսի մասին, մարդ, որը փաստացի առաջատարն էր պաշտպանությունում, մարդ, որը գնաց նրա փոխարեն ինչ-որ մեկին չբերեցին, վստահելով Լամասիային, բայց եթե հարձակման գծում Լամասյան ուղակի փայլատակում է, ապա պաշտպանությունում նույնը ասել իհարկե հնարավոր չէ։ Նույն Բալդեն, որը հարձակման գծում ավելի լավն է, քան առանց գնդակ, նույն Պաու Կուբարսին, որը նախորդ մրցաշրջանում բոլորի կողմից եկել էր Նեմանյա Վիդիչ ու Ռիո Ֆերդինանդին անցել էր իր տվյալներով։ Ես հիշում եմ, որ Պաու Կուբարսիի մասին խոսում էին նենց, ոնց որ պրայմ Վիրջիլ Վան Դեյքին գումարես պրայմ Նեմանյա Վիդիչ, այն որ ուղղակի փայլատակող տղա էր։ Իսկ այդ փայլատակող տղան այս ամեն խաղին գրեթե սխալվում է, իսկ այդ փայլատակող տղան այլևս նույն կերպ չի փայլատակում, բա ես հույս ունեմ, որ Կուբարսին կվերադառնա այն մակարդակին, ինչ կար չեմպիոնական տարում, որովհետև այդ Կուբարսին իրոք ես պահ կար, որ համամիտ է, ոչ թե պրայմերի, այլ այն, որ աշխարհում լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է Կուբարսին, հիմա ունի ներուժը նորից հայտնվելու այդ 5 լավագույնների մեջ, բայց կոնկրետ այնտեղ հիմա այնպիսի ֆուտբոլիստներ են, որ չես մտցնի, այսինքն այնտեղ կա Գաբրիել, այնտեղ կա Ուիլյամ Սալիբա, այնտեղ կա Դայո Պամեկանո, այնտեղ կան այլ ֆուտբոլիստներ, Մարկինյոս կա, որ այնտեղ ուղղակի չես կարող դնես տեղավորես Կուբարսին, ինչքան էլ ինքը լավ պաշտպան լինի։ Բարսելոնան շարունակում է տուժել իր պաշտպանական սխալ գործողություններից, Բարսելոնան, երբ նախորդ մրցաշրջանում փայլում էր արհեստական խաղից դուրս վիճակով, կոնկրետ այս խաղում Բարսելոնայի դեմ տպավորություն էր, որ խաղում էր նախորդ մրցաշրջանի Բարսան, որովհետև Բարսելոնան առաջին խաղակեսում 2 գոլ խփեց, որը չհաշվեցին խաղից դուրս վիճակի պատճառով, առաջինը խփեց Ֆերմինը, երկրորդը խփեց Լամին Յամալը, Լամինի խաղից դուրս վիճակը ընդհանրապես ինչ-որ մի հատ հեքիաթային բան էր, այո, օրենքով դա խաղից դուրս վիճակ է, որովհետև երբ որ նույնիսկ 1 սանտիմետր
քո մարմնից առաջ եկան վերջին պաշտպանը, դու խաղից դուրս վիճակում ես, այդ ավտոմատացված խաղից դուրս վիճակի համակարգը աշխատեց ճիշտ, բայց ուղղակի այդտեղ բախտն էր։ Պաշտպանողական թույլ գործողություն, ռեալիզացիայի խնդիր ու բախտի գործոն, որը խոչընդոտեց Բարսելոնային հաղթել այս խաղում։ Երկրորդ խաղակեսում կատարվեցին այն փոփոխությունները, որոնք ես ասացի, խաղադաշտ դուրս եկավ Կանսելոն, Ռեշֆորդն ու Ռոբերտ Լևանդովսկին, նրանք ակտիվությունը մտցրեցին, հատկապես Ռեշֆորդը եւ Ռոբերտ Լևանդովսկին։ Ժաո Կանսելոյի խաղից բարձ զգացվում է, որ բանա ինքը Սաուդյան Արաբիայի լիգայում էր խաղում, Սաուդյան Արաբիայում տեմպը շատ ավելի թույլ է, այնտեղ նույն կերպ չի ամեն ինչ ինքը հանդես էր գալիս լավագույն թիմում Սաուդյան Արաբիայի Ալ Հիլալն է։ Մի խոսքով Ժաո Կանսելոին դեռ ժամանակ պետք է ընտելանալու տեմպային ֆուտբոլի վերադարձնելու այն մակարդակը զգացողության առումով, որ եթե Սաուդյան Արաբիայում դու ստանում ես գնդակը, քեզ տալիս են 5-6 վայրկյան ժամանակ մտածելու, որոշ արաբ ֆուտբոլիստներ նայում են, որ դու Ժաո Կանսելոն ես, նույնիսկ չեն գրոհում քո վրա, իսկ այստեղ թքած ունեն, թե դու ով ես, իրան գալու են ու ջարդեն քեզ։ Երկրորդ խաղակեսը ստացվեց նույն կերպ արդյունավետ Բարսայի համար, բայց ոչ արդյունավետ գոլային առումով։ Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը Յամալի փոխանցումից հետո գրողները շարունակվեցին, բայց հարցակման տոնուսի տակ Բարսելոնան կարողացավ ուրախանալ ընդամենը մի քանի վայրկյան, որովհետև ընդամենը 1 րոպե անց Ժուլ Կունդեի դիրքից կրկին Ժուլ Կունդեն, որ ամբողջությամբ տապալեց այս խաղը, գրող ու Գոնսալո Գեդեշը դարձավ գոլի հեղինակ։ Ժան Գարսիան այսօր չփրկեց ու երկու գոլերում էր մեղավորություն, իհարկե չես կարող գտնել, բայց մնացած ժամանակահատվածում ամեն ինչ արդեն շատ վատ էր։ 15 րոպե ուներ Բարսելոնան փրկվելու պարտությունից, բայց այդ 15 րոպեների ընթացքում կազմակերպչական ոչ մի լուրջ բան մենք չկարողացանք տեսնել։ Հարվածներ եղան, Ալեքս Ռեմիրոն շարունակեց փրկել եւ այլն, բայց ռեալիզացիայի նման խնդրով Բարսելոնան դեռ փորձությունների առաջ կանգնելու այս մրցաշրջանում, թե Իսպանիա առաջնությունում, թե Չեմպիոնների լիգայում, որովհետև եթե դու ուզում ես, ինչպես եւ Լիվերպուլը, եթե դու ուզում ես չեմպիոնության համար պայքարել, ամենաբարձր տեղերի համար պայքարել, դու պետք է աշխատես քո ռեալիզացիայի վրա, իսկ այստեղ Բարսելոնան ունի խստագույն խնդիր ռեալիզացիայի վերաբերյալ։ Պաշտպանությունը շատ վատն է, հարձակումը շատ լավն է, ու թե ինչպես է բերելու բալանսի Հանս Դիտեր Ֆլիկը, թող մտածի Հանս Դիտեր Ֆլիկը, որովհետև մտածելու հիմա շատ բան ունի, հատկապես երբ խնդրահարույց Մադրիդի Ռեալը կարողանում է սեփական հարկի տակ հաղթել Լևանտեին։ Իրականում Մադրիդի Ռեալի կոնկրետ այդ հանդիպումը, երբ որ դու նայում ես, ես թող Մադրիդի Ռեալի երկրպագուները ինձ չներեն, թող Մադրիդի Ռեալի երկրպագուները ինձ չնայեն եւ այլն, բայց ես շարունակում եմ աջակցել Խաբի Ալոնսոին, ես շարունակում եմ փաստել, որ Խաբի Ալոնսոն միակ մեղավորը չէ, այո, նա ինքը չպետք է գար Մադրիդի Ռեալ։ Ուղղակի Ֆլորենտինո Պերեսը գայթակվեց Ալոնսոյի ցուցադրած խաղով Լևերկուզենի Բայերնում, իր կատարած արդյունքներով, Խաբի Ալոնսոն գայթակվեց Մադրիդի Ռեալի կատարած առաջարկով, որովհետև եթե դու մարզիչ ես ու բոլորս էլ հասկանում ենք, որ միշտ հնարավոր չէ լինել ամենաբարձր կետերի վրա, հա, այսինքն անհատներն են, որոնց ուր էլ կանչեն ինքը արդյունք ցույց կտան, դա Մոուրինյոն, Անչելոտին, Կլոպ, Գվարդիոլա, Խաբի Ալոնսոն սկսնակ թոփ մարզիչ, որը պատռեց աշխարհը իր ցուցադրած արդյունքով Լևերկուզենի Բայերն ու միանգամից գալիս է Մադրիդի Ռեալը, քո սիրելի ակումբներից մեկը, ու Մադրիդի Ռեալին իրականում չեն մերժում։ Դա իհարկե մի փոքր ընդունելի տարբերակ էր Ալոնսոյի համար, բայց ես ասում եմ, Ալոնսոն չպետք է լիներ Մադրիդի Ռեալում, որովհետև Մադրիդի Ռեալը ընդհանրապես Խաբի Ալոնսոյի մասին չէր, իսկ Խաբի Ալոնսոն ընդհանրապես Մադրիդի Ռեալի մասին չէր, բայց կոնկրետ Լևանտեի դեմ հանդիպումը սկսած նախախաղային ասուլիսից վերջացրած հետխաղային մամուլի ասուլիսով ինձ համար թատրոնի փոքրիկ ներկայացում էր, որը նվիրված էր ֆուտբոլիստներին, բայց բրավո Սանտիագո Բեռնաբեուին, որը ոչ մի կերպ այդ ներկայացմանը չներգրավեցին եւ արեցին այն, ինչը պետք էր անել։ Մադրիդի Ռեալը հաղթեց 2-0 հաշվով։ Իրականում խաղի մասին շատ բան չեմ ուզում խոսել, որովհետև խաղը որպես այդպեսին անհետաքրքիր էր։ Միաժամանակ Մանչեսթերյան դերբին էին նայում, հետո դրեցին այս Ռեալի խաղը, միջև 11 մետրանոցը, որը խիստ խստագույն կասկածելի էր, կար արդյոք այնտեղ 11 մետրանոց, թե ոչ, որովհետև այո, հպում կա սա անկումի ժամանակ, բայց երբ որ ֆուտբոլիստը կատարում է սա անկում, Կիլիան Մբապեն արդեն իսկ ընկած էր
ճանապարհին էր խոտածած կին ընկնելուն ուտեղ խստագույնս կասկածում եմ որ կար 11 մետրանոց բայց ինչև է Մադրիդի Ռեալը հաղթում է երկրորդ գոլը ամբողջությամբ արժանի Ռաուլ Ասենսիոն դառնում է գոլի հեղինակ միջև 11 մետրանոցը Մադրիդի Ռեալը ընդհանրապես ոչ մի բանի մասին էր միջև 30-րդ րոպեի դրությամբ դիպուկ հարված Մադրիդի Ռեալը չէր կատարել ֆուտբոլիստներին հատկապես Վինիսիուս Ժունիորին սուլում էր ամբողջ Սանտիագո Բեռնաբեուն սուլում էին Ֆլորենտինո Պերեսին ասում էին որ նա պետք է հեռանա առաջին խաղակեսից հետո ֆուտբոլիստները գնում են հանդերձարան սուլոցների ներքո իսկ վերջում Ալվարո Արբելոան դուրս է գալիս հետ խաղային ասուրից ասում իմ ֆուտբոլիստները փայլեցին իհարկե Ալոնս Արբելոան այն որ մի հատ փուճուր տեսանյութ կա ես փորձեմ գտնել ձեզ համար դա ցույց տալ այն որ մտնում է դե հանդերձարան տանող ճանապարհը տանում է ոչ թանգարանի այլ գուցե դրա մի հատվածն է Ռեալի թանգարանում եղած մարդիկ ավելի հստակ կարող են ասել որտեղ չեմպիոնների լիգայի բոլոր գավաթներն են Ալվարո Արբելոան գալիս են նայում է գավաթներին ունես տպավորություն է ստեղծում որ ես առաջին անգամ եմ սա տեսնում բայց ես կավելացնեմ մեկ գավաթ այն որ տղա ջան ես հասկանում եմ որ շատ ենք լսել աուրա բառը հա ու այդ աուրան լավ էդիթներ է բերում TikTok-ում, Instagram-ում, բայց երբ որ դու դուրս ես մնում Racing-ից, արա Racing-ից Բարսան էր խան որ դու շմնաց, Albacete-ից, դու կներեք այդ սխալ եմ ասում թիմի անունը, դու դուրս ես մնում, դու խաղից հետո գնում ես ասուլիսի ու ասում ես Վինիսիուս Ժունիորը, որը 23 անգամ մեկ խաղում, սեկունդայի թիմի դեմ խաղում 23 անգամ կորցրել է գնդակը, ասում ես որ ինքը լավագույն ֆուտբոլիստն էր դաշտում, ու իմ տղաները ցույց տվեցին որ իրանք փայլուն էին։ Լևանտեի դեմ հաղթանակը ուրեմն իրոք փառահեղ էր։ Արդյունքով Մադրիդի Ռեալը 1 միավոր է հետ Բարսայից։ Բայց եթե Մադրիդի Ռեալի երկրպագուները իրոք գոհ են Ռեալում հիմիկվա իրավիճակից ու մտածում են որ մյուս տուր Վիլյարեալին հեշտությամբ հաղթելու են, ուրեմն սաղ աշխարհը սխալ է Մադրիդի Ռեալի երկրպագուն միշտ ճիշտ։ Բայց հիմա ինչ կատարվում է Մադրիդ կոնկրետ Լևանտեի դեմ խաղը իմ համար ֆուտբոլ չէր, այլ ուղղակի ներկայացում էր, որտեղ հաղթեցին երկրպագուները։ Ֆուտբոլը միշտ է եղել երկրպագուների համար։ Ես Վահագի հետ 3 չարաչորը անընդհատ քննարկում եմ Վինիսիուսին։ Ինքը ասում է դուք անիմաստ եք ցեղ շպրտում Վինիսիուսի վրա, ինքը պատմություն է գրել, ինքը ակումբի լեգենդա, ինքը ավելի շատ բան է արել, ինքը գրեց որ ինքը Կրիշտիանո Ռոնալդոից շատ բան է արել, հաղթել ավելի շատ Լա Լիգա, քան Կրիշտիանո Ռոնալդոն, այդ իմ համար լրիվ հերիք էր, որ արդեն շարունակեի խոսակցությունը, ասեի լավ, օքեյ, անցանք առաջ։ Բայց վիճակագրորեն էպիզոդներով Վինիսիուս Ժունիորը շատ լավն է։ Ես միշտ ասել եմ որ եթե Վինիսիուսը կարևորում է միայն ֆուտբոլը, ինքը աշխարհում լավագույններից մեկն է։ Բայց ախր բնավորությամբ դու պետք է սիրացնես մարդկանց քեզ։ Իսկ Վինիսիուս Ժունիորը հատկապես այս լարված իրավիճակում Վագը որ ինձ ասում է դուք չգիտեք ինչի մեջով է անցել ընկերներ ինձ ահավոր մեկ է ինչի միջով է անցել Վինիսիուսը ցույց չի տալիս այն վերաբերմունքը, որին երկրպագուն արժանի է։ Ցույց չի տալիս այն վերաբերմունքը, որ այն մարդիկ, որոնք առավոտ 9-ից մինչև երեկոյան 6-ը աշխատում են, իր աշխատած գումարը տալիս են Սանտիագո Բեռնաբեուն Վինիսիուսի խաղը դիտելու, ու երբ որ այդ մարդիկ ընդունում են, որ Վինիսիուս Ժունիորը խայտարակ վատնա հենց հիմա Մադրիդի Ռեալում ու իրան սուլում են, ինքը նույնիսկ չի մնում թիմի հետ, որպեսզի լսի այդ սուլոցները։ Ինքը առաջինը հելնում գնում է հանդերձարան, իսկ երբ որ այդ պահը ընդհանրապես ինձ ուղղակի վատացրեց, երբ որ Վինիսիուսը դրսում լսում էր Սանտիագոյի սուլոցները, ինքը նստած աստիճաններին լացում էր, վայ քորանամ ես։ Ինքը աստիճաններին նստած լացում է միաժամանակ խաղից հետո գնում է իր ագենտին, ասում է ագենտը 30 միլիոն, որպեսզի Վինիսիուսը մնա։ Չեք փորձի դուք ինձ համոզեք։ Գուցե ես չեմ սիրում Վինիսիուսին։ Պարտավորել չեմ։ Բայց երբ որ խաղը երկրպագուների մասին է, ամենակարևորը պիտի լինի երկրպագուն։ Ու երբ որ երկրպագուն իր իսկ գրպանից տալիս է գումար, որպեսզի գա քեզ նայի, բարի եղիր մնա ստադիոնում ու լսիր այն սուլոցները, որին դու ամբողջությամբ արժանի ես։ Ինձ ասում են դե երբ որ Վինիսիուսը փայլում է, ասում են փայլում է, բա եթե փայլում է, բա պիտի ասեն որ փայլում է։ Եթե չի փայլում, խի պիտի ասեն որ փայլում է։ Ռեալը հաղթեց, Ռեալը կրճատեց միավորների տարբերությունը, օգտվեց Բարսայի սայթակումից, հաջորդ տուրը Վիլյարեալն է։
Տեսնենք թե Ալվարո Արբելոան ինչքանով կպայի այդ աուրան։ Արդյոք ամեն ինչ չի քանդվի մեկ խաղ հետո։ Դե իսկ վերջում ընկերներ La Bomba Աֆրիկայի գավաթ։ Ես երբեք իմ կարծիքով չէի մտածի, որ ես կխոսեմ իմ տեսանյութի շրջանակում Աֆրիկայի գավաթի մասին, ու հիմա ինձ թվում է ասենց անկյունում Ասերիան, Բունդեսլիգան ու Ֆրանսիայի առաջնությունը ասես ծխելով նայում են ինձ, ասում են եղբայր դու մեր մասին չես խոսում, դու գնում ես Աֆրիկայի գավաթ ես խոսում։ Այո, ընկերներ, ցավոք, այնպիսի իրավիճակ է ստացվել, որ Ասերիայում առաջատարները հաղթում են ոչ վառ ֆուտբոլով 1-0-ներով, Գերմանիայում եւ ամեն ինչ իդեալական է Բավարիայի մոտ, Բավարիան ընկերներ, երդվում եմ։ Իսկ միակ top team-ն է այս պայդրությամբ, որ ընդհանրապես վայելում է կյանքը եւ առաջին խաղակեսում խաղում էր ուղիղ մրցակցի դեմ Լայպցիգի դեմ 1-0 հաշվով հաղթում էր Լայպցիգը, հիմա որ մտածում էր, արա Բավարիայի մոտ շատ բան հիմա չի ստացվում, կարող է մեկ է տեսալ։ Ուղղակի երկրորդ խաղակեսում մտան 5-1, ոչնչացրին, Օլիսեն հետրիկ արեց փոխանցումների, Քեյնը գոլ խփեց, մտավ երկարատև դադարեց հետո ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ։ Վերադարձավ Մուսիալան, մի րոպե հետո գոլային փոխանցում կատարեց, այսպես թափ տվեց Լայպցիգին Բավարիան ու շարունակում է գնալ չեմպիոնության։ Մի խոսքով, ինչ խոսած, Ֆրանսիայի առաջնությունում էլ բարդ խաղ PSG Լիլ, այդ խաղը նայեցի, PSG-ն հաղթեց 2-0 հաշվով, Ուսման Դեմբելեի գոլը Պուշկաշի ավագնորդ պիտի լինի ձև չկա, երկրորդ գոլը հատկապես եթե չեք դիտեք, այնպես որ դրա համար չեմ խոսում այդ առաջնություններից, բայց Աֆրիկայի գավաթը իրականում աչքի ընկավ ընդամենը եզրափակչով, մնացած խաղերը չեմ դիտել եմ միայն Եգիպտոս Սենեգալ կիսաեզրափակիչը, ունեմ երկրպագուական պատճառներ, Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ ու ով էլ դուրս գար եզրափակիչ, շատ բարձր որ ես երկրպագելու էի այդ թիմին, բայց պատրաստվում էի արդյոք ես հետևեի Աֆրիկայի գավաթի եզրափակչին ամբողջությամբ սուտ կլինի, որովհետև մեկ խաղակես անց սկսվում էր Ռեալ Սոսիեդադ Բարսելոնան ու ես նայելու էի իհարկե Սոսիեդադ Բարսելոնա հանդիպումը, բայց այնպիսի իրադարձություններ զարգացան ոչնչից այնտեղ, որ ընկերներ իրականում այն պետք է գրվի պատմության գրքում։ Եթե չգիտեք, ստեղծվեց մի իրավիճակ, երբ հիմնական ժամանակի ավելացված վերջին 2 րոպեներից մեկում Սենեգալը դարձավ գոլի հեղինակ, բայց խփած գնդակը չեղարկեցին, որովհետև ըստ գլխավոր մրցավարի կամ ըստ վառի Սենեգալի ֆուտբոլիստը խախտել էր խաղի կանոնները, անձամբ ես տվյալ իրավիճակում չտեսա խախտում, որովհետև երկուսն էլ միմյանց հրում էին, ֆիզիկական պայքար էր, քանզի Հակիմին ավելի փոքրամարմին է եւ Հակիմին ավելի ֆիզիկական թույլ է, քան կենտրոնական պաշտպան, եթե չեմ սխալվում, Դիուֆն էր հարվածի պահին Պարտվեց, Դիուֆ հարվածեց, այնտեղ եւս մեկ հարված եւ գոլ չհաշվեցին, բայց ընդամենը 1 րոպե անց նշանակվեց 11 մետրանոց Սենեգալի դարպասին։ Կար արդյոք խախտում, իհարկե կար։ Ֆուտբոլիստը քաշում է Բրահիմ Դիասին մարզաշապիկից, բայց էպիկն այն է, որ Սենեգալի գլխավոր մարզիչը միանգամից ֆուտբոլիստերին ասում է գնացինք հանդրձան, մենք չենք շարունակում հանդիպումը։ Ու այդտեղից սկսվեց ուզում եք ասեք Վագը ասեց կոմեդիա, մարդիկ ասում են դրամա, ես ասում եմ ուղակի էմոցիաներ, որոնք տեղի տվեցին խաղադաշտում, էմոցիաներ, որոնք ուղակի անցան ֆուտբոլային շրջանակը, ուղակի սկսվեց կարծիք, որ կա կողմնակալության վառ դրսևորում, ու այդ ամենը ցույց տվեցին Սենեգալի ֆուտբոլիստները, բայց ընկերներ, հիմա դուք կասեք, որ այդ ամենն էր ամենահետաքրքիրը եւ այլն, գնացին հետ եկան, իսկ ես ուզում եմ ընդհանրապես իմ ալիքը միշտ ես փորձել եմ տարբերակել նրանով, որ ես ուզում եմ ձեզ ցույց տամ բաներ, որոնք առաջին հայացքից այդքան էլ չեն երևում կամ գուցե առաջին հայացքից այդքան էլ չեք խորանում դետալների մեջ։ Ընկերներ, ինչու է պատմական այս հանդիպումը ու ինչու այն պետք է գրվի ֆուտբոլի պատմության գրքերում։ Եթե ձեզ թվում է, որ ես պետք է նշեմ նրա համար, որտեվ գիտեք ինչ կա այնտեղ Սենեգալը սկանդալ սկսեց, հանդիպումը չեղարկվեց, պիտի շարունակվեր, ոչ ընկերներ, ախր պատմական լինելը դրա մեջ չէր։ Պատմականությունը կայացավ երկու տարբեր պատմությունով, պատմականությունը ձևավորվեց երկու տարբեր ճակատագրով, որոնք ունեին իրենց դերակատարներին։ Եվ այդ դերակատարները Սադիո Մանեն ու Բրահիմ Դիասն էին։ Երբ թիմը գնաց հանդերձարան ու թիմը հրաժարվում էր շարունակել հանդիպումը,
Ես դες հիմա փորձեմ ներկայացնել այնինչ ես խաղից հետո դրեցի երկար մտածեցի, իսկ գիշեր ժամը 4:30 եմ քնել իդեպ։ Ու ես այդ ընթացքում մտածում եի, թե ես այսօր ինչի մասին եմ խոսելու, ոնց եմ ձևակերպելու իմ մտքերը։ Ու կոնկրետ այս թեմայի շուրջ ես թելը բռնեցի կոնկրետ ճակատագրերի առումով, թե ինչպես են մարդիկ որոշում ինչպես պետք է լինի իրենց հետագան։ Երբ թիմը գնաց հանդերձարան, բոլոր արդեն ցույց տվեցին թունելում, ֆուտբոլիստները գնում են հանդերձարան, խաղադաշտում մնաց ընդամենը գլխավոր մարզիչն ու Սադիո Մանեն, թիմի ավագը։ Եվ Սադիո Մանեն արեց այն, ինչը առաջատարին վայել է, իսկական առաջատարին։ Ինքը հրավիրեց ֆուտբոլիստներին հետ խաղադաշտ, գնաց անձամբ հանդերձարանից հանեց տղաներին, ետ բերեց խաղադաշտ ասելով, որ մենք պետք է մեզ պայենք տղամարդավարի, մենք պետք է միջև վերջ խաղանք այս հանդիպումը։ Հիշեք սա։ Ֆուտբոլիստները վերադարձան խաղադաշտ։ Իսկ հիմա գնում ենք ավելի էպիկ պատմության, այլ դերակատարի շրջանակում։ Բրահիմ Դիազ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Բրահիմ Դիազը փայլել է։ Կխափեմ, որ ասեմ դիտել եմ, կխափեմ, որ ասեմ գիտեմ, բայց ես կարդալով տարբեր տեղերից մարդկանց, որոնք հետևում են Աֆրիկայի գավաթը, մարդկանց, որոնք ուղիղ հետևում էին Բրահիմ Դիազին, մեր տղաները, Մհերը, Էմիլը, Արամը եւս լուսաբանում էին Լոս Բլանկոսով, քանզի Բրահիմ Դիազը Ռեալի ֆուտբոլիստ էր։ Ու բանից պարզվում է, որ Բրահիմ Դիազը անցկացնում է լավագույն մրցաշարերից մեկը, դարձել է լավագույն ռմբարկուն ու լավագույն ֆուտբոլիստն է ընդհանրապես ամբողջ մրցաշարում։ Բայց ինչն է էպիկ, ընկերներ, ինչը ինձ գերեց կոնկրետ այդ իրավիճակում, որ նայեք, ախր երբ մարդկանց ասում են, որ դու չես որոշում միայն քո ծնվելու օրը ու մահանալու օրը, մնացածը ամբողջությամբ քո ձեռքերում է։ Դու ես որոշում քո ճակատագիրը։ Բրահիմ Դիազի օրինակը վառապացույց է։ Նայեք, Բրահիմ Դիազը ունենալով Մարոկոյի արմատներ, արաբական արմատներ, հրաժարվում է հանդես գալուց Իսպանիայի հավաքականում, ընտրում է Մարոկոյի քաղաքացիություն։ Սկսում է խաղալ Մարոկոյի հավաքականում։ Դառնում է թիմի առաջատարներից մեկը Հակիմիի հետ։ Հարձակման գծում տոտալ առաջատար։ Թիմին ֆանտաստիկ ֆուտբոլով հանում է եզրափակիչ։ Ու երբ որ գալիս է ամենակարևոր պահը, ճիշտ ասում եմ, որ Աֆրիկայի եզրափակչում միջև 11 մետրանոց է ինքը ստվերի տակ էր, բայց հնարավոր է։ Շատ անգամներ են մեծագույն ֆուտբոլիստներ ստվերի տակ մնացել ամբողջ խաղի ընթացքում, վերջում հանդիպման երկլուծել։ Ունկերներ, նայեք, երբ որ նշանակվում է 11 մետրանոցը, ու երբ որ է սկանդալը տեղի է ունենում, Բրահիմ Դիազը, սենց ասեմ, ինքը ստանում է ֆանտաստիկ շանս գրելու իր պատմությունը ոսկե տառերով։ Ֆանտաստիկ շանս։ Մարոկոն ընդամենը մեկ անգամ է հաղթել, ինչքան էլ զարմանալի, Աֆրիկայի գավաթը ինքը հաղթել է մեկ անգամ, նույնպես ինչպես Սենեգալը։ Վերջին վայրկյաններն են։ Մարոկոյում ես դու։ Ստադիոնը Մարոկոյում է, ամբողջ երկրպագուական բանակը քո կողքին է։ Դու կանգնած ես 11 մետրանոցի շեմին, հա, հարվածի շեմին։ Թիմին վերադարձնում է Սադիո Մանեն, որ խաղացեք։ Դուք հասկանում եք, եթե այդ ամեն պատասխանատվությունը իր մարմնի վրա զգար Բրահիմ Դիազը այդ պահին, ինքը ուղղակի պետք է իրացներ 11 մետրանոցը, հաղթանակ պարգևելով իր հավաքականին, այդ ամենից հետո միևնույն է ես գոլ եմ խփում, իմ հավաքականին ես սարքում եմ չեմպիոն, ես հրաժարվում եմ Իսպանիայից, ես գալիս եմ Մարոկո խաղալու իմ արմատների համար, ես խաղում եմ լավ, դառնում եմ թիմի առաջատար, հանում եմ թիմին մրցաշարի եզրափակիչ, ինքս իրացնում եմ սկանդալային եզրափակչում 11 մետրանոցը, ես ազգի հերոս եմ։ Բոլորը իմ մասին խոսում են որպես ազգի հերոս։ Բրահիմ Դիազը ակտիվացնում է իր մեջ, չգիտեմ հայերեն ոնց կարելի է այդ բառը ասել, բայց ռուսերենում շատ ճիշտ բնութագրող կա, պիժոնստվը։ Փոքրիկ տղային իր մեջ ակտիվացնում է, սառնասրտությունն ու պատասխանատվությունը մոռանալով, ու պանենկա է անում, որը որսում է Էդուարդ Մենդին։ Ու երբ որ ես խոսում եմ, որ դու ես ինքդ քո ճակատագրի հեղինակը, դու ես որոշում ինչպես շարունակես քո կյանքը, ինչ ուղի տանես քո կյանքը ու ինչպիսի համբավ ունենաս։ Ընկերներ, Բրահիմ Դիազը կարող էր դառնալ հերոս։ Բայց Բրահիմ Դիազին այս պայն Մարոկոյում ատում են։
ատում են ոչ թե նրա համար, որ ինքը չիրացրեց 11 մետրանոցը, բոլորս էլ հասկանում ենք, որ 11 մետրանոցը վիճակախաղ է, որտեղ 50-50 այնտեղ նյարդերի պայքար է։ Բայց ախր հարվածիր անկյուն, հարվածիր ուժի վրա։ Դու հարվածում ես քո մեջ պատկերացնելով, որ այս ամենից ելնելով ես մի հատ էլ պանենկայով գոլ կխփեմ ու կոպիտ ասած կստորացնեմ, կնսեմացնեմ մրցակցին, կասեմ ես դե հաղթեցի ու նայեք ոնց ձեզ հաղթեցի։ Իսկ արդյոքում պարզվում է, որ դու պարտվեցիր տղա ջան։ Իսկ լրացուցիչ ժամանակում Սենեգալը շատ ավելի լավն էր, քան Մարոկոն։ Սենեգալը դառնում է գոլի հեղինակ, որի գրոհը սկսում է Սադիո Մանեն։ Ու Սենեգալը դառնում է Աֆրիկայի կրկնակի չեմպիոն։ Երկու տարբեր պատմություն, ընկերներ։ Երկու տարբեր պատմություն, որոնք որոշեցին մարդու մասին կարծիք։ Բայց երկու տեղերում էլ մարդիկ ունեին ընտրության հնարավորություն։ Սա է էպիկությունը ու պատմական լինելը այս եզրափակչի։ Բրայմ Դիասը կարող է լինել հերոս, ու եթե չմիացներ երեխան իր մեջ, կլիներ հերոս։ Բայց դարձավ չարագործ։ Սադիո Մանեն կարող էր միանալ թիմին, իհարկե կարող էր, ու չշարունակեր հանդիպումը, արդյունքում տեխնիկական պարտություն։ Բայց Սադիո Մանեն պահեց իրան լեգենդի ու իսկական ավակի պես։ Ինքը գնաց հանդերձարան, բերեց թիմին։ Ես չգիտեմ ընդ ինչա խոսել։ Գուցե խոսել են նաև 11 մետրոցը հետ մղելու մասին, ինչպես նրանք արձագանքել։ Հետա բերել թիմին ու Սենեգալը դառնում է չեմպիոն։ Մինչև Սադիո Մանեն Սենեգալը չի ունեցել Աֆրիկայի գավաթում հաղթանակ։ Սադիո Մանեի օրոք սա երկրորդն էր արդեն։ Հիմա եկեք նայենք։ Ով է ազգի հերոս 1 րոպեի կայացրած որոշումներով, իսկ ով ոչ։ Սադիո Մանեն մեծագույն ֆուտբոլիստ է։ Ու միայն այս քայլը չի, որ դա ցույց է տալիս, բայց կոնկրետ այս քայլը դա պատճենում է։ Սադիո Մանեն մեծագույն հարձակվող է, որը ամբողջությամբ արժանի է ազգի հերոս կոչմանը։ Իսկ Բրահիմ Դիասը նույնպես կարող էր լինել այդ ֆուտբոլիստը։ Բայց Բրահիմ Դիասը ընտրեց ճակատագրի այլ ճանապարհ։ Ավելի գեղեցիկ ու ավելի էպիկ ճանապարհ։ Բայց ամեն անգամ չէ, որ գեղեցիկը ամենալավն է։ Պատմական եզրափակիչ, պատմական րոպեներ։ Ես շնորհավորում եմ Սադիո Մանեին, ինքը արժանիորեն դարձավ Աֆրիկայի չեմպիոն։ Արժանիորեն Սենեգալի տղաներին բրավո, ինչպես իրանք հաղթահարեցին այդ ճնշումը։ Ես չեմ մանրանալու, կար 11 մետրանոց, ինչ արեցին, ինչի արեցին Սենեգալի։ Գուցե եւ մենք շատ բան չգիտենք Աֆրիկայի գավաթի մասին։ Դրա համար էլ չհասկացանք Սենեգալի ֆուտբոլիստների արձագանքը։ Բայց այն, որ այստեղ ամեն ինչ որոշեց հասունությունը ու իրական առաջատար լինելը, Սադիո Մանեն ցույց տվեց Բրահիմ Դիասին, ինչպես են լինում իրական առաջատար։ Բրահիմ Դիասին հիմա միայն պատրաստվում եմ լսել աջակցության խոսքեր, որովհետև հեյթը հենց հիմա նրա հանդեպ շատ մեծ է, հատկապես մարոկացիների կողմից։ Պետք է աշխատեն հոգեբաններ, պետք է նա շատ արագ դուրս գա այս ամեն ինչից, որովհետև եթե մնաց ու կրկնվեց Ռոնալդ Արաուխոյի պատմությունը, գուցե լինի ավելի բարդ։ Իսկ նման իրավիճակներից ֆուտբոլիստները պետք է շուտ դուրս գան, որովհետև ժամանակը չի սիրում սպասել։ Իսկ ֆուտբոլիստներն այնքան շատ են, որ դու քո տեղը շատ արագ կկորցնես։ Պատմական եզրափակիչ, որտեղ մենք տեսանք ամենակարևորը, որ դու ես քո ճակատագրի հեղինակը, ուրիշ ոչ մեկ։ Այսօրվա համար այսքան, ընկերներ։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, այն ստացվեց բավականաչափ երկար, բայց ես կարծում եմ, որ հետաքրքիր տոպիկներ մենք քննարկեցինք, հետաքրքիր թեմաներ էր ու հուսամ, որ ձեր աջակցությունը կշարունակվի իմ ալիքի հանդեպ։ Ախր ես պանենկաներ չեմ սիրում։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր։ Հաջողություն։